Փափուկ սկսել կոշտ ավարտել։ Սա մենք կանք, մենք ստեղ ենք։ Պտտվիր, կարուսել։ Միջև է։ Դուք արդեն գիտեք։ Մենք որ երկրում ենք ապրում, մենք դեռ չէ, այսօր լռության օրն է։ Մենք չգիտենք վաղը ինչ է լինելու, դուք արդեն գիտեք, ասեք որ քփեն չի անցել։ Արա միասը տես բաներ ապը։ Լավ էլի։ Մի քաղաքականացրու ոդկասթը։ Ով ուզում է անցնի։ Ես կարամ ցանկություններ ունենամ։ Ու պետք է անցնեն որ։ Որ ուզում են թող անցնի նախ։ Բանը։ Ես կարամ մի րոպե գարջան, մի արի։ Հա, ֆիշկայում սարքել ես արդեն։ Հա, շատ խնալու ֆիշկա է դա։ Շատ է։ Իմ նման քնդալի։ Ոչ, հա, մենք ես չէի սպասում որ մոտ sense բան կլինի, որ մենք երկրորդ անգամ խաչքարը գործ ենք կանչելու։ Կարաս ասես որ եղել է տենց դեպք, որ ես յուր առաջարկեմ ու չլինի sense բան։ Ու խաչքարը գործ չլինի։ Հա, մի անգամ եղել է։ Մի անգամ եղել է, չեմ ուզում իշաստել։ Լավ, ոչ, короче, ես չէի սպասում որ երկրորդ անգամ կլինի, բայց փաստորեն հավանաբար даже երրորդ անգամ էլ կլինի, երբ որ մենք մաստերը թողանք։ Ու ես ասում եմ, խաչքարագործությունը նենց ինքը շատ քիչ էր այն մասին ինֆորմացիան, ոնց որ իրան պոպուլարիզացիա է պետք շատ լուրջ, որովհետև մենք ոնց որ շատ ոնց ասած միակ բան ենք ընկալում։ Դե կա խաչքարագործություն, կան խաչքարագործեր։ Ոստե ոնց որ ես ամեն անգամ խոսալուց սկսում եմ տենց նոր ինչ որ երանգներ տենալ, ինչքան բազմազան կան դպրոցներ կան, ինչ որ տարբերություններ կան, ինչ որ այդ խորհրդանիշները իրանց ու ոնց որ բան է, ինքը այնքան նյուրնակարվեց, դա որ անդադ իր մասին ուզում ես խոսած։ Ես մտածում եի դե Գարիկը ինքը համ գրող է, համ դերասան է, համ խաչքարագործ է, ոչ լիքը բաներով կյանքի կարուսելի մեջ է խաղալ։ Լիքը բաներով զբաղվել է մարդը, բայց մենք ոնց որ մտանք խաչքարագործության մեջ, մի անգամից անցանք հավատքի թեմային, ու ինձ թվում է մենք մեծ մասը չանցանք հավատքի թեմային, հենց այդ է։ Մենք մեզ թվում է որ անցանք, որտեղ երկուսս էլ մի քիչ ուրիշ ձև ենք վերաբերվում։ Դրան է ուզում բերեի։ Բայց հա, բեր, դու ասա դա, հա։ Հա, ուզում եմ ասել որ բանա ոնց որ անբաժանելի է հավատքի թեման ու խաչքարի թեման, դու չես կարող իրանց տարանջատես, ինքը մի քանի անգամ դրան ասել։ Չես կարող նույն բանը ասես քանդակագործության մասին, էլի ոնց որ։ Չես կարող, իհարկե, հա։ Իսկ ստեղ ոնց որ դու անընդհատ պետքա հետ գաս այդ թեմային ու շատ հետաքրքիր խոսակցություններ ու շատ ինձ թվում է լուսավոր խոսակցություններ, տակ։ Հա, լուսավոր է։ Հա, շատ հաջողին է գտնվել է։ Ոնց որ Ոչ, նո աշոտը մի 20 անգամ ասել է որ ինքը աթեիստ է, как մինիմում, ես 3 անգամ ընդհանրապես։ Աթեիստներ, ես ասել եմ։ Բանը, ինչ, հովանավոր։ Մենք ունենք հովանավոր, ճիշտ է։ Մոռացել ենք вообще հովանավորի մասին։ Ticket system, կայքը, հավելվածը, որը ձեզ թույլ է տալիս, դուք գնաք կինոներ, ներկայացումների, էլի ինչ որ յուրօրինակ միջոցառումների, նամանավանդ եթե դուք մարզերում եք, այնտեղ ticket system-ը ձեր ամենալավ աղբերն է, իսկ ստեղ մեր ամենալավ աղբերն է։ Աղբեր ես։ Հա, որովհետև մեզ մեջ կանգնեց, մեզ օգնում են մենք այս ոդկասթը շարունակենք, այդ մեր համար շատ կարևոր է ticket system, մերսի մեր։ Բայց ես մտածում եմ որ սոլնիկ դնես, կարելի է տղեկին խնդրել, նո, ոնց անդր լինելու, որ բան է, ընդդեմ տոմսերը։ Շատ լավ միտք է։ Մենք խոսամ կարողն է, կարող ենք անենք։ Որ ticket system-ով ձերի տանք տոմսերը։ Ու вообще խոսքի խի ժնեպը green room-ի տոմսերը տեղով չի։ Ժնեպը խի, մի հատ խոսանք քո հետ ախպեր։ Ես լավ գովազդենք չա։ Կտենանք այս քանի օրը։ Տենանք։ Ինչ ինֆորմացիա։ Տենանք երրորդը կանենք թե կա։ Այս մեր կապած մեր մի գովազդի հետ, հա, սփինը, մենք սփինում ենք գտնվում, այդ շատ կարևոր է։ Սփինը մեր ամենալավ աղբերներն են։ Մենք շարունակում ենք անել ստեղ ոդկասթը։ Ապա լավ է, արդեն շատ բանով, չես ասում։ Սաղին ասեցի մեր ամենալավ աղբերներն են։ Մի քիչ տարբեր ասա իրարից, որ մարդիկ չես աղբերներ, սպինը ամենալավ աղբերն է։ Всё լավ։ Սպինը ամենահարազատ մարդիկ են մեր ոչ։ 100%։ Մեզ դիմանում են այսքան։ Ես ուժը ասում ես նայում եմ ամենակամ ակումբի վրա, մտածում ո՞ց է մարդը մի հատ ծադը բան չի վերցնում։ Շփրտի մեր վրա արդեն։ Բայց չէ, ժող, սիրում ենք դες։ Ու վաշե, եթե, կստати, մեր սիրելի դիտելներ, եթե դուք ինչ որ մտքեր ունեք, ինչ որ բան նկարու, արա դուք ջոգլես ինչքան է հայելեզու կոնտենտ։ Հա, շատ։ Արա մենք դա չեք գնահատում։ 50%-ը սփինում է նկարում։ 2-3 տարի առաջ ես հայելեզու կոնտենտը գտնելու համար YouTube-ում, գիտես ոնց է տանջում։ Ես ինչ որ random հայերեն բառեր էի գրում, ապրես random հայերեն բառեր էի գրում։ Ու նայեմ, ու ասես ապա ես խնդալու բաներ էի գրում, խնդալու բաներ, հենց այդ բառը հապակցությունն էի գրում, ես podcast էի գրում, բայց գրում էի podcast տարբեր ձևով գրում էի podcast վերջում ամեն ձև փորձում էի գրել որ գտնեի ինչ որ բան իսկ հիմա այնքան շատ է որ տիպը ես չեմ հասնում ուղղակի ավելացնեմ ամենտեղ բարոնթագրվեմ ինչքան շատ բան կա ու Patreon Սպասի, վերջ ասեմ միտքս, իմաստը այն է, որ եթե դուք էլ ուզում եք հայելեզու կոնտենտ ստեղծեք, դրա համար կան մարդիկ, որոնք դրանով զբաղվում են շատ վաղուց, արդեն սաղ ձևերը ջոգել են, օրինակ ես այստեղ տակը
կպցրած պետլիչկա ունեմ։ Գիտեք, որտեղ մի անգամ ձերը ջնջվել է, ու էլ երբեք չի ջնջվելու։ Այդտենց մարդիկ են աշխատում։ Կարա գաք իրանք ձեր հավանն աշխատեն։ Այո։ Ու Patreon։ Գնացիք։ Պրոստը էտեր։ Հա, всё։ Դες դեպք ա եղել WhatsApp-ը ֆոտո են ուղարկե, այս խաչքարը ինչքանով կանես։ Ինչ որ օրինակ ա ուղարկել։ Նույնից։ Հա, նույնից։ Այսը պատասխանել եմ, պետք է սկզբից հարցնես խաչքարը կանեմ թե չեմ անի։ Ուղղի ես իմ առաջվա արածը ուղարկում մի հատ էլ։ Բայց խնդալու կներ եթե կարող։ Հետո էլի ասում խնդալու կներ։ Չէ, նայում ես, հասկանում ես, որ ժամանակակից հեղինակ է, էլի։ Ու որոշակի հեղինակային մոտեցում կա, այստեղ արդեն էական չի իմ դիտարկումը ոնց է, բայց տեսնում ես, որ ասենք էսի օրինակ Բեգլարյան նվերի Սարգիս խաչքարը կարող լինի, ու ձեռագրային առումով։ Բայց գիտես, չէ՞ որ ուզում կարող լինի։ Հա, կարող։ Դե որ ասի փետի ֆորագում եմ արել, դրա համար ասացի, էլի որ կարաս։ Հիմա ասում եմ երկար voice եմ տենց ուղարկում, բան, ասում եմ բարեկամ, մեծ տենց հարգանքով քո մտադրության նկատմամբ, բայց խաչքարագործության մեջ չգրված կանոններ կան, էս կա, այն կա, ասենք հեղինակի գործը կրկնելը կամ այդ նմանողությամբ անելը, նմանությամբ անելը ինքը շատ բացառիկ դեպքերում պետք է լինի, որոնցից ամենա, ոնց ասեմ, առանցքային է հեղինակը, որ ողջ չլինի։ Հա։ Օրինակ, բանը մեր պրակտիկայում եղել է, մի անգամ վարպետը տենց մի հատ գործ ոնց որ վստահեց ինձ, 15 տարի առաջվա բան եմ ասում, ասաց այս գործը պետք է անենք, որովհետև այս գործի հեղինակը մահացել է։ Համ իրա պատվին համել, երևի։ Հիմա, այսինքն, նու թեման նենց էր, որ դրան նման պիտի, երկրորդը պետք է լիներ, սենց էլի, հիմա չխորանանք։ Հիմա տես, իմ համար վարպետի հետ ասածը, արդեն հասկանալի էր, թե իմ մնացած գործողությունների ընթացքում ոնց պիտի վերաբերվեմ այդ թեմային։ Որտեվ այդ որ ասում ենք դպրոց, վարպետ, մյուս էդի բան չէ, էլի, ասենք խաչքարագործության դասասենյակ չենք ունեցել, գնացել նստել ենք, վարպետ եկել է, բարև ձեզ երեխաներ, հիմա սովորում ենք այսօր այն թեման, թե ինչու չի կարելի կրկնել ուրիշ մարդու արած խաչքարը, օրինակ։ Ու չգիտեմ կհիշեք թե չէ, Ջուղայի խաչքարերի վերականգնման մի հատ մեծ ալիք սկսեց մոտավորապես 10 քանի տարի առաջ, ու այդ ալիքի նախաձեռնողներից մեկը կամ բուն նախաձեռնողը հենց իմ վարպետն էր, Վարազդատ Համբարձումյանը։ Մենք այդ ժամանակ արդեն ագին արխիվացված նյութեր կա, ֆիլմեր նկարեցինք բան, եւ այդ աշխատանքի ոնց որ հանգուցալուծումը եղավ այս միասնության Կարելի է։ Հա, իհարկե, հիշում ես Համբիկին, որ կանչել ենք podcast։ Հա, իդեպ մենք ունենք Համբիկի հետ Համբարձումյան podcast եւ իրա պապանա, Վարազդատ Համբարձումյանը։ Ես քիչ չէի ասել, հա, ես սյուրպրիզ էի թողել էսի։ Ու բանը, իրա պապան ավելի տենց մասշտաբային գործեր անում էլի, չէ՞։ Ու այս օրինակն է հենց նայ։ Ուրեմն քանի մարդ է աշխատել սրա վրա։ 9 հարգանի շենք ոնց որ լինի նայ։ Այս աշխատանքը տեղադրելու ժամանակ մենք 10 օր մնացինք Սուրբ Հովհաննես մատուռում, դա հայտնի Ղալթախչիում է։ Գնաս ինքը մի հատ կտորից։ Չէ, չի կարող ինքը մի կտոր լինի, որտեղ կարծեմ 7 մետր է։ Եթե թե ավելի բարձր է, չեմ հիշում։ Սա մի հատ ֆանտաստիկ երևույթ է, միջև հիմա էլ մեր իրականության մեջ, դաժե սենց նկարի վրա է տպավորիչ։ Ճիշտ ասած, Նվեր ջան, երբ որ ասացի տենց խաչքարագործության մասին հանդիպենք խոսանք բան, ես այդ ժամանակ տենց շատ վանչարեցի, ես այցեքարտը հատուկ եմ բերել, որ ասեմ, եթե խաչքարագործության մասին ուզում ես շատ խորքային ամբողջական զրույց ունենալ, վարպետի հեռախոսի համարը կարդա։ Մի հատ կարդա, ինչ ա գրել։ Так, կարդում եմ։ Խաչքարը Աստծո կնիքն է, հայոց հողին։ Խաչքարը մեր պապերի աղոթքն է, մեր պատարակն է քարի լեզվով։ Շատ խորն է։ Իրա տողերն է։ Հա, իհարկե իրա տողերն։ Վարազդատ Համբարձումյան։ Իր անազգանունը եւս անգլերեն նվագրացնելն է։ Շատ կուզեմ, որ իմ սիրելի վարպետը Վարազդատ Համբարձումյանը
այս լավ միջավայրում մեծ սիրով մենք ես հիշում ես պատմի Խաչքարի կանչել եմ իրան ուղղակի կանչել եմ բայց լավ չեմ կանչել գնացի մի խոսքով պատմեմ էլի այդ դեպքը ոնց է եղել որ հանդիպին կանչեցին ֆիզիկապես նայ գնացի այդ մտքով որ նայում եմ բլին ինչա կատարվում պետքա կանչել իրան պարտադիր Արամի փողոցի վրա ստացի գնացեք հիմա ուրիշ տեղ է աշխատում Արամի 29-ը գնացեք այնտեղ սիրուն տենց անցնում եք եւ մեկ-մեկ տեսած կլինեք ու տեսնում եմ Համբիկին գիրք է առնում ինչ որ տղայից նստած սրճարանում մի 5 հատ գիրք ընտրեց տենց տվեց գումարը այս տղան գնաց ու սենց նայում եմ բարի տղա է երևում շատ էլի սենց մոտեցա ասացի բարև ձեզ Համբիկը դուք եք հա ախպեր ջան նստի սուրճ կխմես հələ չի չենք ծանոթացել էլի շուտ մի անգամից հյուրասիրեց բան ասում եմ ուզում եմ ոդկասթի կանչեմ Վարազդատ Համբարձումյանին հա ասում եմ ինչ թեմայով ասում դե խաչքարագործության բան ասում հիմա ինքը երկրում չի ու տենց Համբիկը եկավ որի համար էլի շատ ուրախ ենք բայց շատ կայֆ կլինի եթե բան Վարազդատը Համբարձումյանը նսի բան դու մի մոմենտ որ ասցիր չգրված կանոններ բան ես կգրաս վերջերս մի հատ ինչ պոդքասթում բան Սիրարփի Միրզայան գիտես տենց ինքը ոչ ինքը մանրանկարչություն ու նաև Խաչքարն է ինքը հետազոտում ու ինքը հանդա ասում էր առաջինը այդ պոդքասթից ես իմացա որ ինչքան քիչ ես գիտեմ вообще խաչքարագործության մասին ինչ ուղղություններ կան ընդ ինչն է շատ սպეციფიկ հայկական որ ծաղկած խաչը բան տես բաներ ես ոչ մի բան չգիտեի դրանից էլ շնչը Համբիկի հետ էինք խոսացել բայց աբսոլյուտն կրթված չեմ ու երկրորդը ինքը ասում էր որ հիմա շատ մեծ խնդիր է որ խաչքարագործները ոնց ուզում անում են կանոններին չեն հետևում ոնց որ այդ խնդիրը որովհետև այդ մշակութային կապը կտրվում է որ ասենք թե խնդիրը լավ չհասկացա ինչն է ոնց որ երբ որ մենք նայում ենք անցյալի խաչքարերը մենք հասկանում ենք դպրոցը կանոնները ինչա նշանակում սիմվոլիկան հստակ է այսինքն միշտ նշանակությունն ես դու հասկանում ինքը կոդավորված ինչ որ բան է որը դու կարաս դեկոդավորես կոնկրետ խաչքարը ինչի համար է երբ որ մարդը առանց մտածելու սիմվոլները ուղղակի գցում աստեղ այնտեղ ոնց լինի ռամկեն կարողա չլինի խաչը արդեն ծաղկած չլինի ինքը առաջինը հայկականությունն է կորցնում այդ դպրոցն է կորցնում երկրորդը արդեն իրան դեկոդավորել չի լինի ինքը այդ գծի մեջ այդ ժառանգության ինքը դուրս հանգնելու էլ հասկանալի չի լինելու էս ինչա ով է ոնց որ բանը չկա էլի այսինքն միտքը նա որ մենք հիմա պետք է խաչքարը փորագրենք կամ քանդակենք նենց ոնց որ 1000 տարի առաջ արվում նույն ինչ որ կանոններին հետևենք ասեց ինչ կանոնների մասն է խոսքը չէ սպეციფიկ չէր ասում ինչ որ բաներ թվարկեց հիմա ես չեմ կարողանա ես էլ բան շեղամ իր ասածը բայց ոնց որ ինչ որ օրինակ սիմվոլիկայի դիրքերը քո համար կարևոր են թե քո համար կարևոր է ոնց դու տեսնում ես ոնց ես դու զգում ես բան իմ համար կարևորը գիտես որն է աշճան թե ինչքան եմ ես ազնիվ իմ աշխատանքի նկատմամբ այդ իմաստով իմ ստեղծագործական ճանապարհին, այսպես ասեմ, հենց կոնկրետ խաչքարագործությանը վերաբերում, շատ կարևոր է եղել իմ դպրոցը։ Այս պարագայում դպրոցը ու վարպետը ու մասին ասում եմ, ոչ թե վերաբերում է տեխնիկական հնարքներին ծանոթանալուն, այլ իր հոգևոր նշանակությանը, մշակութային նշանակությանը Աշկներս էլի ես չեմ դիմացել ու բանը ես 3 առաջի օրը զանգել եմ Գարիկին ու խոսացել ենք մի 40 րոպե այս թեմայով։ Դրա համար էս ասում ու գնամ։ Էսի մի քիչ ավելի ոնց որ հիմա ինքը ինչ ասում է ես sense երկրորդ անգամ եմ լսում ու մի հատ եմ կայֆ ապրում այդ մտքից։ Այդ հոգևոր պահս շարունակեմ թե ձայնագրել վերադառնալով ասած ներում եմ բայց կնի ես լսում լսի ուզեցա իմանաս պրոստը Okay Ուր է ասել որ կամար դպրոցն է շատ կարևորը հոգևոր նշանակության իմաստով դպրոցի կարևորությունը ուրեմն սենց մի հատ բան կա մեր կյանքում ցանկացած մարդու կյանքում միշտ սենց խոսք կա չէ ասում երբ աշակերտը պատրաստ է ուսուցիչը հայտնվում է երբ որ մարդը ասում է գիտակից մի հատ վիճակի որ օրինակ ինքը ուզում է դառնա արտիստի ընդհանրենք կամ ինքը չի կարողանում ապրել առանց գրելու կամ այս կամ այն բացառված է որ չհայտնվի ինքը այն միջավայրում, այն վայրում, այն մարդու կողքին, ով որ իրան sense ձեռը բռնած տանելու է ինչ որ մի հատ բայ, ասի ստեղից դու գնում ես բալեսարդ։ Այս առումով մի հատ հետաքրքիր բան կա, օրինակ եթե համեմատում ենք կինո դպրոցը
օրինակ խաչքարագործության դպրոցի հետ ֆունդամենտալ ու էական տարբերություն կա ոչ թե այն պատճառով որ կինոն որպես արվեստ երիտասարդ է, այլ այն պատճառով որ այ կինոյի պարագայում այդ կանոնների բանի մասին որ խոսում ենք, չէ, շատ ավելի հստակ է ու շատ ավելի հեշտ է խախտել այդ կանոնները։ Այսինքն եթե մենք օրինակ հիշենք ամենաառաջին ֆիլմը որպես այդպեսին որ գոյություն է ունեցել, հա, այս մոլորակի վրա ու մեկ էլ վաղը բայց այդ ֆիլմը չի, չէ, գնացքի մասին չի խոսքը։ Վաղը օրինակ մենք որոշենք մի հատ նենց փախած բան անենք, մեզ ոչ մեկ դրա համար չի ասելու դու փլուզում ես կինո արտադրության։ Խաչքարի պարագայում ինչի համար է շատ նուրբ է թեման, որովհետև խաչքարը ի սկզբանե նախ մենք պետք է հասկանանք խաչքարը այդ չէ, այդ չի հիմնական պատճառը ըստիս։ Պետք է հասկանանք խաչքարը ինչի համար է ստեղծվել, սկսենք դրանից։ Բացի Գրիգոր Լուսավորչի տեսիլքը իմիջիայլոց այսօր հենց Գրիգոր Լուսավորչի տոնն է ելքը խորվիրապից, բացի այդ որ դարել է սկիզբը, խաչքարը ժամանակի ընթացքում շատ հստակ ֆունկցիա ունեցել։ Այսինքն յուրաքանչյուր խաչքար, որ ծնվել է այս աշխարհում, ինչի համար է ծնվել, նրա համար որպեսզի մարդկանց հիշեցնի Հիսուս Քրիստոսի մասին։ Այսինքն եթե դու տեսնում ես խաչքար, դու դա գիտակցես թե չգիտակցես, ուզես թե չուզես, դու առնչվում ես փրկչագործական գաղափարի հետ։ Բայց նայ, մի անգամից այստեղ մի հատ հարց առաջանում, Հիսուսի մասին հիշացնելու շատ միջոցներ կան։ Մենք վերցրել ենք այս միջոցը, որովհետև դե մենք ունեցել ենք ինչ որ տենց տեխնիկական մոտեցում ա եղել այդ վիշապաքարերից եկած, հավանաբար մարդիկ քարի հետ աշխատել գիտեին ոնց փորագրեն, դրա համար էս տեղափոխվել այստեղ ու ինքը դարել է առհասարակ յուրօրինակ բան։ Մի հատ ուրիշ պոդքասթ եմ լսում, որտեղ հաղորդարարում ես ուզում էի բան, այս թողարկման անունը դնեի հայկական խաչքարներ, հետո հասկացա հայկանը անիմաստ է, որտեղ էլ ինչ խաչքարն է։ Ոնց ինքը տենց այցեքարտ է դարել, շատ կարևոր հայկական մշակույթի, ազգային պատմության, իրանով կարելի է դարաշրջաններ հասկանալ, իր մեջ լիքը ինֆորմացիա կա։ Ու ես հասկանում եմ այդ որ մենք խոսում ենք կանոններ խախտելու բան արվեստի մասին առհասարակ, ու հա ցանկացած արվեստում այդ դրա տեղը պետք է լինի, բայց այս դեպքում նաև մենք շատ sense առանցքային բանի մասին ենք խոսում, որ այս մեր հենասյուներից մեկն է։ Ու ինքը եթե մենք իր հանդեպ շատ ոնց որ տենց ազատ սկսենք մտածել, այդ հենասյունը կսկսի Քանի խաչքարագործ գիտես որ կանոնները խախտում է։ Չգիտեմ, այս տարապես այդ առումով կրթված չեմ։ Ես տարում եմ հավելում էլի քո հարցին։ Այս դուք ոնց որ հետն է էլի գնալու։ Այս տուֆից արած, այս տուֆից արած ամբողջը տուֆ է։ Այդ զուտ այն ֆելզի տա օրինակ։ Օ Բայց կանադա։ Բայց հիմնականը տուֆ է, էլի, չէ՞։ Այդ էր հետաքրքիր տուֆով։ Ինչի համար է տուֆ հիմնականը։ Այ այդ, հա։ Որովհետև նախ ինչի համար են խաչքարերը շատ մեր մոտ, որովհետև երբ որ տենց մի փոքր հանրամատչելի էլի խորը մասնագիտական վերլուծություն պետք չի ուսումնասիրություն են անում հասկանալի է դառնում որ հիմնական զարգացումը այսինքն եւ հիմա եւ այն ժամանակ խաչքար սարքելը ստեղծել դա բավականին բարդ աշխատանք ա եղել եւ այդ խաչքարագործը որ սարքեն ինքը պետք է ապրի չէ այդ անելու ընթացքում հետեւաբար իրան պետքա դրա համար կամ գումար տան կամ չգիտեմ ցորեն տան կամ յուղ ու կաթ մի խոսքով ինչ որ պատվեր երևույթ եղել է։ Հիմա երբ որ նայում ենք օրինակ եկեղեցաշինությանը զուգահեռ բազմաթիվ խաչքարերի արձանագրություններին հասկանում ենք որ այդ խաչքարերի պատվիրատուները եղել են իշխաններ, եղել են այսպես ասած տվյալ ժամանակի քաղաքական դեմքերը։ Ու ո՞րն է պատճառը եղել որ իրանք կարողացել են դա անեն, որովհետև քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունված է եղել մեր երկրում։ Եվ քանի որ մեր երկիրը հարուստ է եղել նյութ որպես այդպեսին քարով բնականաբար քարով են ավելի շատ աշխատել։ Ինքը կարելի է ասել, որ ռոպագանդայի միջոց է սկզբում եղել բանի քրիստոնեության։ Այս ռոպագանդա վատ իմաստով չէ, էլի, որ տարածվի բան քրիստոնեություն։ Հիմա եթե ինչ որ օրինակ մենք ունենք խաչքարեր, որոնք կոչվում են ծննդոց խաչքարեր։ Ծննդոց խաչքարերում պատկերագրությունը փրկչի ծնունդն է։ Այնտեղ հստակ պատկերներ կան, մոգերը, հովիվները, մարաքում Հովսեփը, Տիրամայրը, հստակ նկարներ կան, բայց ինքը խաչքար։ Եվ ըստ իս, էլի ինչ է տեղ ունեցել, այդ խաչքարը դրվել է որևէ մի վայրում, որտեղ օրինակ խնդիր է եղել կրթական ցենզի, որտեղ եկեղեցի չի եղել գուցե, ու սենց տարբեր հետագայում խաչքարերը գերեզմանոցներում են նաև տեղադրվել, որպեսզի մարդիկ առնչվելով դրան
ինչ որ մի հատ փոքր մաս կարողանան վերցնել կտակարանից։ Այ դեպի շատ եմ նկատել, ինչ որ sense քայլում ես փողոցով Երևանի շատ կան էլի դե ուղակի խաչքարա դրած ինչ որտեղ դու հիմա ես ասում եմ ուղակի, բայց հաստատ այդ ինչ որ բան տանում է, ինչ որ մեկի համար է դրած կոնկրետ։ Ու այդտեղ դառնում է ինչ որ կոթող, չգիտեմ, մոմ են վառում, արդեն ինքը դառնում է մատուր չէ, բայց աղոթելու տեղ է դառնում ինքը, այտենց շատ եմ նկատել, կոնդում ահագին կա այտենց։ Ահա, խաչքարի եւ սենց ասեմ, եկեղեցու տարբերությունը, եթե կարելի է էլի այտենց ձևակերպում անել, իհարկե, այնա որ խաչքարի հետ հարաբերությունը մարդու հավատացյալի է, շատ ավելի անմիջական է։ Իսկ ինքը կարող գնա, սկսի խաչքարի հետ զրուցել, աղոթել այդ խաչքարի մոտ, ոչ մեկ չտենա իրան, շատ են, մինչև հիմա էլ կան այդպիսի դեպքեր։ Եվ կան խաչքարեր, որոնք ասում են, այս խաչքարը զորավոր խաչքար է, երազում են տեսնում այդ խաչքարը եւ այլն։ Ինչի համար է զորավոր օրինակ խաչքարը։ Օրինակ այս հարցը եթե մենք ինքներս մեզ տանք, ես օրինակ շատ եմ տվել այդ հարցը ինձ։ Ես այդ հարցը օրինակ վարպետին եմ տվել ժամանակին։ Օրինակ վարպետ ինչի համար է այս խաչքարը զորավոր։ Ես այդ հարցի պատասխանը գտել եմ բնականաբար, բայց շատ կուզեմ որ այսօրվա այս ինֆորմացիոն հեղեղի մեջ յուրաքանչյուր մարդ կարողանա այդ իր ներքին լռությունը ունենա։ Եվ այս պարագայում տես մեր ոնց որ հանդիպման բուն թեման խաչքարն է, բայց ես կարծում եմ որ մենք հեսա լիքը տարբեր բաներ Չէ, խոսալու ենք կյանքի կարուսելից հաստատ։ Ձև չի, կյանքի կարուսելի։ Դու ինձ լեչես ճանաչում։ Կյանքի կարուսելից սոնքից հետո ես գնում եի բան։ Նոր խաչքարի, բայց բան է, էլի մի հատ ես բան էլի, հա, ես թողեմ դու խոսասան։ Ստե առաջինը ես չէի խառնվել։ Չեմ ուզում դու էլի պատմես բանի մասին, ուղղակի ես ուզում եմ քո դիրքորոշումը հասկանամ, էլի այդ առումով այդ կանոնների բանի։ Այսինքն մենք պետք է ազատ ու ազնիվ լինենք մեր ստեղծագործության մեջ ու այդքանը բավական պետք է լինի։ Հա, շնայ, կանոնը, ուրեմն Համլետ Պետրոսյանը իր փառահեղ գրքում, որը խաչքար է կոչվում, խաչքարի մասին հստակ բնութագրում է տալիս, գիտական բնութագրում, խաչքարը ուղղանկյուն, ուղղաձիգ սալ է, այսպես պատկերագրումը, իր դիրքը եւ այլ հստակ գիտական ձևակերպում է տալիս, որի նկատմամբ բնականաբար ոչ մի առարկություն չկա։ Խաչքարի գոնե իմ ձևակերպման ամենաառաջին մեկնակետը դա բառն է, խաչը եւ քարը։ Հայտնագործում չեմ անում։ Խաչ եւ քար բառերից է կազմված։ Ինչպիսին պետքա լինի խաչքարը, դա շատ դեպքերում, ոնց ասեմ, շատ անհատական մի բան է դառնում։ Հիմա օրինակ այն իմ սկզբնական շրջաներում վարպետ ինձ ասում էր, օրինակ ասում էր իմ համար ամենակարևորն է նա որ լինի գեղեցիկ։ Ինչ է նշանակում գեղեցիկ։ Ամբողջն էլ տենց ներկայացնում։ Հիմա գեղեցկությունը ինքնին, հա, ինքը իրանով աստվածային բան է։ Այսինքն ուղղակի այդ յուրաքանչյուր բառ կոդ ունի իր մեջ, չէ՞։ Եթե դու գեղեցիկ բառն ես օգտագործում, դու գեղեցկանում ես եւ գեղեցկացնում ես։ Հիմա եթե քո ներսում, քո ներքին այդ կոդավորումը դրված է գեղեցիկը, մնացածը արդեն քո հմտություններն ու գիտելիքներն են եւ օրինակ ծնվում է այսպիսի մի հատ գործ։ Հիմա սա շատերը ասել են սա կանոններից դուրս է։ Ես այդ էի նայում, դուք խոսում եք ու ես նայում եմ, ստեղ խաղողը, այնտեղ լիքը բան կա, որ այս ամեն ինչի մասին ես կուզեմ վարպետը պատմի։ Ես ինչի համար եմ սա հիմա ցույց տալիս, որովհետև այդ դպրոցի մասին մենք որ խոսում ենք, այստեղ 2-3 գործ եմ բերել, այս վերջին աշխատանքն է, որը շատ հստակ իմ անցած դպրոցի արդյունքն է։ Մեր տղերքից մեկին ճարտարապետ ցույց տվեցի, ասի մի հատ նայ, ոնց է բան, ասեց Վարազդատ Համբարձումյանի ոչ նախ, ինքը դա չգիտեր, որ ես որ խնդրեմ կընթերցես համել այդ տեքստը էլի վրայի։ Կոչվում է 5-րդ պատվիրան էս աշխատանքը, հեղինակի անունը գրած եւ գրությունն է գրած Ընծա Սուրբ Հովանեսին հայր եւ որդի Մայիս եւ Գեգամ Դավթյաններից։ Ինչի համար եմ այս աշխատանքը բերել, որովհետեւ սա իմ այսպես համեստ պրակտիկայում շատ եզակի էր իր բանով, նպատակով, այս շատ անուշ աղբեր, ասես պապես ծնդին նվեր եմ ուզում անեմ։ Ջան։ Ու սենց, այս խաչքարը ուզում եմ բան անեմ, տեղադրեմ։
Չէ, հենց էս չէ իհարկե, էլի։ Բայց ինչքան բան է, տարբեր է, էլի միտքը պրոստը։ Ես Անուշ ախպեր ունեմ, որ ավտո է առել իր ապա։ Դու Անտիրա, երկուսն էլ աշխատող տարբերակ է։ Բայց ինչն է կարևոր ստեղ։ Դե ինքը սենց մի քիչ ամաչելով, բան դե փողից է խոսում, ախպեր ասում եմ քո նպատակը ինքն շատ կարևոր է։ Ու ինչի 5-րդ պատվիրան տենց կոչվեց այս աշխատանքը, հիշում եք 5-րդ պատվիր ու թիկունքում գրված է այս որակը մի քիչ լավ չի ֆոտոյի, ինքը թիկունքով բան է, թիկունքում ինքը, հա, դե գրքի տեսքով է, եւ այս աշխատանքը սկսելուց արդեն իմ մոտ ոչ թե հատուկ եղավ, ես ընթացքում զգացի, որ իմ ոնց ասեմ, ինչ որ Ամուր դիպլոմային աշխատանք ես անում կամ սենց ինչ որ այսպես մի հատ բան դառավ զուտ իմ դպրոցի գիտական թեզեր ինքը կողմն, հա։ Ու հիմա ես ստեղ, եթե մենք կանոնների մասին ենք խոսում, Աշճան, ես ստեղ չեմ մտածել կանոնի մասին, հասկանում ես, որովհետև կանոնների խնդիրը կարա առաջանա ըստ իս, հիմա շատ էս չխորանանք, հա, մասնագիտական բաների մեջ, զարդանախշերի կիրառման առումով, որովհետև զարդանախշեր կան որոնք կիրառվում են, հենց հիմա էլ կիրառվում, բայց կիրառողին որ հարցնես ինչ է նշանակում, մեծ հավանականությամբ կարող է չիմանալ ինչ է նշանակում։ Ինչի համար չգիտի, որովհետև 1000 տարուց ավելի այդ զարդանախշերը կիրառվել են, բայց զարդանախշը ինքը բան ունի։ Այսինքն դու գիտես, բայց որ նայում ես ուրիշի արած ինքը չգիտի ինչ է։ Ամբողջը չգիտեմ իհարկե, բայց բաներ կա, որ Բայց այդ միտքը հետաքրքիր է, որ չիմանալով անում ես, հասկանում ես, որ արել են, ուրեմն պետքա լինի այդ։ Դա ապահով տարբերակ է, ճոգում ես։ Այսինքն հիմա ոնց ամենահայտնի սիմվոլիկան, որ ասում ենք հավերժության նշան, չէ՞։ Վարդյակ։ Ինքը բան ունի, օրինակ աչուձախ ուղղություններ ունի։ Իրենք տարբերություն ունեն։ Ինքը օրինակ բաներ կա, տեղեր կա, երբ որ դու ուղակի տեսնում ես ինչ որ մի հատ սենց ինչ-որ տաշված կա, բայց ինքը օրինակ սերմի խորհուրդ ունի։ Այդ էլ օրինակ եկել է Սերնացանի առակից ենթադրաբար սենց լիքը բաներ կա, այսինքն բաներ կա, տեսակետներ կա, որ խաչքարագործության մեջ օգտագործում են զարդանախշեր, որոնք նախաքրիստոնեական շրջանից են եկել։ Այդ էլ է օքեյ, նորմալ է։ Դու էդի կիմանաս երևի, որ Ռազին Ավսիգդա այդ թեման փակվի, էլի, որտեվ էդի շատ եմ լսել կյանքիս ընթացքում այդ բանի ֆաշիստական նշանը որ կա։ Այդ ֆաշիստական նշան չէ։ Բավարշե ֆաշիստական նշան չի, բայց տենց տարածված է որ ինքը։ Բայց իր աղբյուրը նույնն է։ Չէ, հայկականի մասին չեմ ասում։ Իր աղբյուրը նույնն է։ Ես լսել եմ, որ Հիտլերենք վերցրել են հայկականից։ Հայկականից չէ, կարծեմ Հնդկաստանից են վերցրել։ Ու ոբշեմ, վերցրել են ինչ-որ մեկիցս, որտեվ Հիտլերենք ու Գյուրջիևենք ու իրան պատտել են մի փոքր ու օգտագործել են իրանց նպատակների համար։ Մենակ այդ չգիտես քան բաներ է վերցվել, օգտագործվել, բայց ցավոք մի հատ գիտես ինչ։ Այդ է, էլի, հա։ Նայ, այդ խոսքը է, ասում է բոլոր չարիքների հիմքում տգիտությունն է։ Հիմա տգիտությունը ինչ է անում առհասարակ էլի մարդու հետ։ Երբ որ տգիտությամբ է մարդը սկսում առաջնորդվել, օրինակ պատկերացրու ես հիմա սկսեմ խոսել որևէ զարդանախշի մասին, որ մենակ տեսել եմ ու ընդհանրապես գաղափար չունեմ, ես դրանով մեծ վնաս կհասցնեմ։ Ինչի համար։ Որովհետև գուցե իմ խոսքը շատ համոզիչ թվա մարդկանց համար։ Մարդը չստուգի։ Հա, մարդը դե ասում է, այստեղ են, բա, սենց գործել արել, ուրեմն ճիշտ է ասում, էլի։ Բայց ես ասում եմ, ախպեր, դու հարց կտաս ինձ։ Չէ, քանի որ քո պարագայում հա ճիշտ ես, դու յուր ես, ոնց որ դու եկել ես կոնկրետ որպես մասնագետ, բայց ոդկաստ է, եթե տենց բան լինի, կարաս ասես։ Հիմա նայ, տգիտության հետ կապված ինչի բացի էս թեման։ Լիքը բաներ կան, որոնք օրինակ գիտական հետազոտմամբ, վերլուծությամբ, հաստատմամբ ասում են, օրինակ Հիքսոսների եւ ժամանակակից հայերի կապը, Հիքսոսների կապը եգիպտացիների հետ կամ Աֆրիկայի հետ, օրինակ եմ ասում։ Հիմա նայ, Facebook-ում կարա մի հատ 5 տողանոց բան դրվի, ստատուս դրվի, որ Հիքսոսները հայերն են, շումերներն են, ոչ եմ սա հայերն են, սենց այդ 5 տողանոց նախադասությունը դառնա ծաղրի առարկա։ Բայց եթե այդ ուսումնասիրող գիտնականը դնում ասենք 5 էջանոց իր հոդված, այդ ոչ մեկ չի մարդիկ են, որտեվ ստորագրած է, վсё։ Որովհետև երբ որ մարդը իսկապես դա կարդում է, այդ ինֆորմացիան վերցնում է, բոլոր հիմնավորումներով է, սնապարտության մասին չի տղեր խոսքը։ Բոլոր հիմնավորումներով այդ հասկանում է, մեկ ինքը ջոկում է, որ արա ամոթ է, որ ես սենց եմ ապրում, ախպեր, իմ նախնիները լտես ովքեր են։
ամոթա որ ես Նարեկացու անուն եմ տալի вообще չթվարկեմ մյուս անունները էլի պրոստը ամոթ ախպեր իմ ապրած կյանքը այստեղ բանն է չիմանալով որ տալիս ես այդ անունը էլի հա նա երբ որ դու չիմանալով ասում ես օրինակ հայերը ժամանակակից քաղաքակրթության հիմնադիրն է չէ որտեվ լսել ես որ տենց բան ասե սկսում են հարցեր տալ ասում են մտ կարս հիմնավորես այդ ու դու չես կարող պատասխանես այդ հարցը ու դու հայտնում ես վատ վիճակի մեջ հիմա կա այդ տարբերակ կամ դու ջանք ես թափում ուսումնասիրում ես այդ կամ չես խոսում դրա մասին բայց դե մի հատ ուրիշ խնդիր առաջանում որ դու դա ուսումնասիրում ես երբ որ համոզվում ես որ դա իսկապես տենց է արդեն պետքա լիքը բաներից հրաժարվես որոնք որ արել ես ինչեւ հիմա պետքա հրաժարվես այսինքն դի փոխես կյանքդ կամ էլ բան չանես չասես ախպեր իմ նախնին գիտես ով է եղել դե բայց բան չի որ նախնին դել երկնքից կատստում է գլխիդ մի հատ հետո ասում ես ինչ փորձանքի մեջ եմ բայց կա որ կտսնում է այդ ժամանակ ես հրաժարվում ու բան մենց չի խոսալու այդ մասին էլի ախպետ չի հրաժարվել պետքա բան անել չէ միտքս գիտես որ չէ ես հասկանում եմ միտքդ չես ասում հրաժարվի ասում ես ուսումնասիրի ճիշտը ասա մարդկանց ոչ թե պրոստը խոսա այն ինչ լսել ես էլի երբ որ դու ուսումնասիրես դու չես կարողանալու սխալ ապրես դա ասած դու ընտրելու ես շարունակես ապրել տենց դե չշարունակ չգիտեմ իմ համար միանշանակ չի որովհետև ասենք թե իմ նախնիները եղել են մարտիկներ ասպետներ բայց ես տենց մարդ չեմ չէ բայց ես գիտեմ որ իրանք չի շակում չէ որ ես պետք է ասպետ դառնամ չէ խոսքը դրա մասին չի է որ եթե քո նախնին եղել է ճգնավոր գրիգոր Նարեկացին ու դու էլ դի ճգնավոր լինես խոսքը նրա մասին է որ երբ որ չգիտեմ որևէ միջազգային քեֆ ուրախության ժամանակ լում կենաց ես ասում դու գիտեք այդ պահին կարող ասեն դե բան ու մեկ դու հաջորդ պահին հայտնում ես արդեն մանրադիտակի կամ խոշորացուցի տակ հետո կարան շատ սիրուն ասեն իսկ այդ երբեր որ հա են ասեն ընկեր դու որտես խոսում ես դու ես այդ բայց այդ թեման բան է կամ էլ ուրիշ ձև թեման իրականում շատ տարածված է ու ստեղ էլ չէ դաժե էլի այս դες որ թեմանա ընդհանրապես դա մարդկային էգոյի մարդկային սնապարտության դրսևորում է պրոստը մեր մոտ գիտես խա խնդիր հա մեր ժողովրդի ու մեր երկրի որտեղ մենք ֆիզիկապես թվականակով քիչ ենք ու միանգամից արտահայտվում է լավներ վատներ էսա ընդհանրապես եւ բացի այդ գոյություն ունի բան ախպեր դա ես չեմ էլի հորինել Մինչև հիմա ինչներ որ ասում եմ ես չեմ օրինը բնականաբար գոյությունը sense մի հատ բան այս աշխարհում յուրաքանչյուր մարդ ունի իր առաքելությունը եւ յուրաքանչյուր ազգ ունի իր առաքելությունը ու երբ որ մարդը կամ ազգը շեղվում է իր առաքելությունից ինքը խնդիրների մեջ է արի խոսանք դրա մասին քո կարտիկով հայերի առաքելությունը որն է դոնաս կարտիկ դրա մասին որտեվ ես ունեմ հայերի առաքելությունը իմ կարծիքով լուսավորչականն է Այսինքն կապում ես քրիստոնեության հետ Չէ, ինչի, անպայման չի, լուսավորչական լուսավորչական գործունեությունն ու առաքելությունը նախաքրիստոնեական շրջանում էլ ա եղել քրիստոնեության հետ հիմա նայ մենք ցանկացած բան որ խոսենք իրան մենք չենք կարա չկապենք քրիստոնեության հետ քրիստոնեության հետ ոչ թե որպես կրոնական կաղապար այլ որպես ճանապարհ հա որտեվ օրոսի բայց շատ նուրբ Ես լուրջ թեմա է բանը նուրբ թեմա է բայց նույնիսկ դու կարաս կապես այլ կրոնի հետ ցանկացած բան որ խոսես էլի բանա դե եթե կոնկրետ մեր հայերի մասին է խոսքը նա ես միշտ այդ օրինակը բերում եմ ես քեզ չասացի ես ինքս աթեիստ եմ բայց շատ արդեն վոկալի ակամ ասա հա բավական շատ վստահ եմ բայց շատ եկեղեցում հարսանիք արել եւ ես պրիչոմ ասել եմ իրանց զգուշացրել եմ ասում չեմ ուզում երեսպաշտություն անգարց լինի անհարգանք լինի օքեյ իրենք ասում են օքեյ լավ լավ բանա հա իմ ասած այնա որ հա չէ ես էլ եմ աթեիստ իմ ասած այնա որ չնայած որ ես աթեիստ եմ բայց ես մեծացել եմ քրիստոնեական բարոյականության շրջանակներում քրիստոնեական դե ասենք թե օրինակ նայ մի հատ կակրաս վերջերս մի հատ լավ խոսակցություն ենք ունեցել մի հատ ախորս հետ խոսում էի ասում էի որ նայ օրինակ Բուդդայի պատմությունը ինձ կայֆ պատմություն չի թվում
այն որ մարդը ընտանիքը թողել է, գնացել է, այտենց նստել է, բան։ Իմ համար այդ բարոյական ինչ որ տարօրինակ միջավայր է։ Ասում եմ, բայց որովհետև դու մեծացել ես ուրիշ բարոյականության միջավայրում, քո համար ոնց որ ընտանիքը ուրիշ նշանակություն ունի, ոնց որ դու չես կարող այդ տենց ընկալես։ Ուրեմն ասեմ, իմ մեջ այդ կոդը դրված է, որովհետև քրիստոնեական բարոյականության կոդ։ Ահա, քրիստոնեական բարոյականությունը իհարկե մի քիչ տենց շատ բան է, տենց լղոզված տերմին է, ես հասկանում եմ ինչ ես դու այդ հարցը տալի, բայց ում ասեմ ինչ որ բաներ կան, էլի ստանդարտներ կան, ինչ պատմություններ ենք մենք պատմում, իրանք շատերը գալիս են Աստվածաշնչից, որովհետև այն մարդիկ, որոնք գրել են, իրանք ունես չի սխալ է, էլի, այդ շատ ճիշտ բան է։ Սխալի ու ճիշտի հարց չկա вообще, այդ որպես փաստ է։ Դե դու ասում ես աթեիստ ես։ Այն որ հա, այդ հավատքի առումով, բայց մշակութային առումով ես շրջապատված եմ դրանով, ես չեմ կարող այդ չընկալեմ որպես մշակութային։ Իսկ դե աթեիստը չի կարող, ստե մի ասա տենց հավատքի առումով, կրոն հավատք նույնն ասա։ Աթեիստ ինչ է։ Այդը դու աթեիստ ես, էլի։ Աթեիստ ինչ է նշանակում։ Ես համարում եմ, որ այս ոնց որ Աստվածաշնչում նկարագրած Աստվածը իմ կարծիքով գոյություն չունի։ Okay, այդ իմ կարծիքն է ու ես չեմ կարող իհարկե ասեմ, որ ես գիտեմ։ Այսինքն Աստված գոյություն ունի, բայց դա նման չի Աստվածաշնչում նկարագրած։ Չէ, ես այդ արդեն ուրիշ լրիվ հարց կգնա, բայց ես չեմ հավատում, որ կա ինչ որ գերբնական ուժ, որը ստեղծել է ու կառավարում է կյանքը։ Ես համարում եմ, որ ինչ որ է, կարևոր չի։ Ես չեմ ուզում շատ դրա մեջ չմտածել։ Լսի, բայց գիտես, բայց իրականում էլի որ մի բանի տոյ։ Չէ, այստեղ ուրիշ հարց է։ Ես չեմ սիրում ոնց որ սկսեմ ոնց որ բան անեմ, էլի, տենց կուրաժի տնեմ իմ աթեիզմով։ Ես абսոլютно չեմ ընկալում իրան որպես ինչ որ տենց լավ բան կամ ես իրան ուղղակի որպես փաստ եմ ընկալում։ Մենք որ Թովմասի հետ էինք անում պատգասը, իրանցի իմ համար հավատքը։ Արա գիտես ինչ հիշեցի, մի հատ բան հարցազրույցի ժամանակ, ուրեմն վարպետը հարցազրույց մի 15 տարի առաջ բան եմ ասում, եկի ասեց, եթե աթեիստներն ասում են մենք Աստծուն չենք հավատում։ Բա մի րոպե ասեմ ոնց ասեց։ Ասեց եթե Աստված չկա, աթեիստները ինչ են հավատում։ Լսի, ես քեզ կարամ ասեմ, ես քեզ կարամ պատասխանեմ, ես այդ փակուղին դա շատ հայտնի բան է։ Այնտեղ փակուղի չկա, նայ, ես կակրած այդ շատ անգամ այդ օրինակը բերում եմ, որ իմ համար Աստվածը շատ հետաքրքիր կոնցեպտ է, որովհետև այդ այն բանն է, որտեղ աթեիստ ու հավատացյալը իրար հասկանում են մեկը, որովհետև նայ, օրինակ ես կարամ քեզ պատմեմ ինչ որ հեքիաթային էակի մասին, որը ակնհայտորեն գոյություն չունի, հա, ասենք թե, դրանց մի հատ կոնկրետ էակ ենք վերցնում, որը գոյություն չունի։ Մենք իրար կհասկանանք, որտեղ ինքը նկարագրված է շատ հստակ, ինքը շատ անգամ վերարտադրված է։ Կներես 1000 անգամ։ Հիմա դու օրինակ հավատում ես, որ 2000 տարի առաջ Հիսուս անունով մարդ ա եղել։ Բայց դա կարևոր է, այսքան։ Ես ավելի շատ հակված եմ հավատալու, որ եղել է տենց մարդ։ Ինչի։ Որտեղ նկարագրությունների քանակը բավականաչափ շատ է, որ ես ենթադրեմ, որ ինչ որ մարդ եղել է, որի հիման վրա Քրիստոս բառերի տարբերությունն է, Հիսուսը մարդու անունը, Քրիստոսը Աստված է, այն sense։ Բայց ըստ քեզ ինքը ինչ ազգության է եղել։ Ազգությունը բացարձակ կապ չունի։ Իսկ գույնը մաշկի։ Ինչ կապ ունի։ Հավանաբար սպիտակ չի եղել։ Բայց շարունակությունը լսի։ Հավատում ես, որ ապա կամ ներառվի այս խոսակցության Մազդարի։ Չէ, մի խանգարի խոսակցության Մազդարն է։ Ես չեմ ուզում ասեմ, ես աթեիստ եմ, կոմենտներում բան աթեիստ եմ։ Լսի։ Չէ, վերջացնում։ Եթե դրան հակված ես հավատալու, որ ինքը օրինակ Ղազարոսին հարություն ա տվել, Կույրին բժշկել ա, չէ, խաչվել ա, հարություն առել։ Հավանաբար ինքը խաչվել է, իհարկե հարության ես չեմ կարող հավատալ։ Չէ, այդ հավանաբարը, հիմա ասենք ինչ ես դու Ալեքսանդր Մակեդոնացու պատմությանը հավատում, օրինակ։ Էլի նույն պրինցիպով է։ Որով ասեմ ինչ ես հավատում, որովհետև Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը, կինոն նայել է, որ Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը ինքը նման է քեզ։ Այսինքն դու պրինցիպի նայում ես, ասում ես, հա մարդկային ախպեր, ես էլ պրինցիպի սենց անեի, կարայի արշավեի, բայց Հիսուս Քրիստոսի պատմությունը երկրային ճանապարհի պատմությունը, գիտես ինչի համար է տենց, որովհետև ասում ես ոնց ախպեր, ոնց կարա սենց բաներ լինի, բայց մի հատ կարևոր բայց կա, յուրաքանչյուր մարդ իր կյանքում անհնար է տենց բան, եղած չլինի, գոնե մի անգամ հանդիպած չլինի հրաշքին։ Մի անգամ գոնե հանդիպած չլինի ու յուրաքանչյուր մարդ այդ իր հոգում գիտի որ դա մարդկային չէր համենայն դեպս մարդկային այն կարողության տրամաբանության մեջ չէր որը օրինակ մենք կարանք վերագրենք տես այսօր մենք կարող ենք ոդքասթ անենք այս թույն ստուդիա Լսի ես գիտեմ որ հրաշք կա ես տեսել եմ այդ հրաշքը բայց մի քիչ բացի իրան հա մի քիչ կբացես հրաշքը որ հապաղի հասկանալի խոսում ես մի հատ պատասխանում նոր դու էլի նայ երբ որ դու ասում ես Ալեքսանդր Մակեդոնացուն պատմությանը հավատում ես ասենք դու ինձ ասես
դու հաստատ վստահ ես, որ մակեդոնցին գոյություն ունեցել է։ Ես կասեմ չէ, վստահ չեմ։ Այդ անորոշությունն է։ Պատմական ցանկացած իրադարձություն, որը նկարագրված էր, անորոշությունն է։ Նույն ձև ոնց որ Հիսուսի կյանքը, բայց անորոշությունները հավասար չեն, հա։ Այսինքն այն որ արևը իր մեջ թերմոյադրնի ռեակցիա է գնում, որ ինքը հելիումից է բաղկացած, դա էլ է անորոշություն, ու այն որ ինքը պաներից է, որը շատ տաք է, դա էլ է անորոշություն, բայց իրանք հավասար անորոշություններ չեն։ Այսինքն մենք իդոգում սաղս էլ գործում ենք անորոշության պայմաններում։ Մենք չենք կարող ոչ մի բանի վրա 100% վստահ լինենք, գիտնականները երբեք ոչ մի բանի վրա 100% վստահ չեն։ Ճիշտ է, ինքը իսկական չի, հեսա ChatGPT-ը։ Ես հավատում եմ, որ շատ իսկական չկա ինքը։ Հա, ուզում ասեմ, այդ առումով ես պետքա ինչ որ հավանականություններ իմ համար դրեմ։ Բայց ես իմ խնդիրը այս խոսակցության մեջ ավելի շատ դրա մեջ է, որ ես չեմ ուզում ինչ որ արգումենտներ բերեմ իմ չհավատալու, որովհետև հավատալ չհավատալը ինքը ինտելեկտուալ գործ չի։ Ինձնից շատ ավելի խելացի մարդիկ հավատում են Աստծուն, ու ինձնից շատ ավելի դեբիլ մարդիկ աթեիստ կան։ Այդ ոչ մի կողմ չի ուտանում ինձ ժամանակ։ Ես իմ փորձից կարամ մի հատ բան կիսել։ Ինձ դժում է քո դեմ խոսալ այսօր։ Ուրեմն 44 օրյա պատերազմի ժամանակ մենք նաև տենց ազգակցական կապ ունենք, բարեկամ, բայց իմ ընկեր ու նաև մարտական ընկեր Մուրադը բաներ վարորդ էր որպես պայմանագրային ծառայող էր, արձակուրդի մեջ էր, պատերազմին եկավ եւ այլն, ու ամբողջ պատերազմի ընթացքում ինքը այն բառի բուն իմաստով կարակների մեջ մտեց դու սա եկել է մեքենայով, էլի։ Հիշում եմ։ Մեր մեքենան գնաց հետ եկավ, լիքը ծակած տեղ էր sense պրոստը։ Շուշը կջարդաց։ Այս մեզ օրինակ շատ վատ տեղից մեր զորքին Մուրադն ա եկել իր ավտոյով հանել, էլի։ Պատերազմից հետո ոնց որ մեր բարեկամությունը դարավ ախպերություն, ընկերություն, մի խոսքով։ Ուրեմն պատերազմից հետո տենց ինչ որ ժամանակ անցնում, մենք դե կապի մեջ ենք գոնում, կապը կորում է Մուրադի հետ, հրաշքի հետ կապված հարց տվիր, չէ՞ ոնց։ Հա, այդ ես հիշում եմ, կասեմ։ Չէ, ես այդ հարցից շատ լավ։ Կապը կորում է Մուրադի հետ, ես էլ դե իմ թեմաներով, բան ես կոմենքով, մեկի գալիս է Մուրադը, չէ, զանգում է, գար տունես, հա, ախպեր տունեմ, բա մի հատ բան կա խոսալ, ասի արի։ Արա գալիս ախպեր, զգում եմ որ փոխվել է, էլի, ինչ-որ արտաքինն է փոխվել, էներգիան է փոխվել, բան սենց։ Դից արվեստանոց ենք մտնում, լույսը վառում եմ, զգում եմ ախպեր, ինչ-որ հետքեր ա դեմքին, բան։ Ասում եմ մուրս ի՞նչ կա ախպեր, ինչ ա եղել, բա չես իմացա ինչ ա եղել։ Ասում չէ, ասում է, չես լսել դեկտեմբերին այդ լսել եմ։ Չէ, ինքն է ինձ ասում, ասում է, չես լսել որ դեկտեմբերին։ Չէ, բայց էսը էլի ես պատմել, այն բանի ժամանակ։ Ինչի։ Ապրես, հա, այդ ես միշտ պատմում եմ պատմություն։ Այս պատմությունը միշտ պատմում եմ։ Լսի լսեմ։ Լսի դու։ Ասում եմ, բա չես լսել ավտոյի պայթելը, բան։ Ու կարճ ասած, ախպեր, քաղաքում գազի արտահոսքից Մուրադի ավտոն պայթում է, ինքն էլ մեջ է։ Որ Աստծո ողջ է մնում ու ռեանիմացիայում տեսիլք է տենում։ Կոնկրետ մարդու կերպարանքով տեսիլք է տենում, որ այս ինչ տեղը կտանես խաչքար կդնես։ Մուրադը դուրս է գալիս այդ վիճակից, բան, սկսում է, չգիտեմ, խաչքար ման գալ, ասում ախպեր գնացին, բայց սրտից չէր կապնում ինչ որ բան։ Մեկի ասում տղերից մեկը ասեց, արա, բա մեր գարիկը բան է, անում ասեց գործ։ Ասում է հիմա եկել եմ ախպեր, ասում ես ոչ խաչքարից գաղափար ունեմ, խաչքարի խորհուրդը գիտեմ ինչ է, գաղափար չունեմ ընդհանրապես ախպեր։ Ինչ է պետք, բան անենք։ Ասի ապեր, օքեյ, կանանք։ Ու այս աշխատանքը ծնվեց, որը կոչվում է Տիրամայր։ Այս շատ կայֆ աշխատանք։ Այս աշխատանքը երկու նշանակություն ունի, գոնե իմ համար, մեկը որ Մուրադի պատմության կոնցեպտն այսպես ասած իր մեջ գրում։ Այն մեկն էլ պատմի էլի, բայց խաչը որ գրկած Մյուսը հասկացա դու դու սա լսել ես, ուզում ես դու գնա ես մեկ լսեմ։ Մյուսը լսի։ Մյուսը գիտես որն է, որ այդ նույն կերպարանքը, որը ինքը տեսել է, այդ նույն կերպարանքով սրբին տարբեր մարդիկ են տեսել։ Եվ ես գնացել եմ, նույնիսկ հարցազրույց ենք վերցրել, ես ենք արել, են ենք արել։ Ու ինքը հենց կոնկրետ այս տեղի մասին ասել, Դիդվանի մասին։ Եվ այս աշխատանքի մյուս սենց ասեմ առանձնահատկությունը, հա, այդ քո ասած կանոնների հետ կապված։ Հիմա եթե մի քիչ ուշադրիր, ոչ մի նման բան չեմ տեսել։ Այս աշխատանքը արտաքինից կնոջ կերպարանք է հիշացնում, բայց այս կնոջ կերպարանքը խաչքարի մեր դասական խաչքարը որ կա, այդ դասական խաչքարի
ֆորմաներով է ձևավորված, sense ասեմ։ Ես տանում ստեղ ուղիղ գծերը, որոնք ոնց որ բան են։ Հիմա խաչքարագործության դասական ընկալման մեջ խաչքարի այդ ձևը, քիվը, եզրագոտիները, վարդյակը, բուն խաչը, արմավի ճյուղերը եւ այլ, իրանք շատ հստակ նշանակություն ունեն։ Շատ կոնկրետ նշանակություն ունեն։ Այդ նշանակությունը հիմք ընդունելով, ես իմ համար, անցնելով իմ դպրոցը, որը անցել եմ, ես փորձել եմ տամ իմ մեկնաբանությունը։ Միտքս հասկացար, որ հիմա եթե սա մշակութային կենսագրության շեղում է, ես կարծում շեղում չի։ Ինձ թվում է ստե մի քիչ բան կա, այն բանը կա, որ երբ որ դու կանոնները գիտես, արդեն դու գիտես ոնց է պետք, ու դու իրանց քո ասած մեկնաբանությունն ես տալի, այդ կակրաս արվեստի շատ ուժեղ գործ է։ Բա պետք է իմանաս կանոնները որ բանը ասել։ Երևի ուղղակի ես մի քիչ անհանգստանում որ կարող է Սիրափի խոսքը տես որ ես սխալ մեկնաբանեցի, բայց երևի թե ինքը ավելի շատ խոսում էր հենց դա գիտության մասին, որ Սիրափին ոչ մի սխալ բան չի ասել։ Հենց այդ եմ ասում էլի, որ ես չստացի որ ես չէր բան սխալ փոխանցում։ Հիմա ես մոտավորապես ասեմ Սիրափին, ենթադրեմ ինչ ասել։ Ուրեմն նայ, Նորատուսի խաչքարագործության դպրոցը լրիվ ուրիշ բան ունի, ոնց է, տարածական էներգիա ունի, սենց ասեմ։ Ջուղայինը լրիվ ուրիշ է։ Օրինակ, չգիտեմ, հաղպատը չթվարկեմ, օրինակ Ավանի խաչքարային դաշտը, չգիտեմ, ծանոթ եք։ Հա, գիտեմ ես։ Հիմա նայ, երբ որ օրինակ ես բան եմ անում, կոմպը բացում եմ, մտնում եմ, սկսում եմ խաչքարեր թերթը, ասում եմ, այս քիվը լավն է, այսի կային դնեմ ստե, էսի լավն է դնեմ ստե, էսի լավն է դնեմ ստեղ, ինքը իր ամբողջականության մեջ խախտվում է, որովհետև եթե դու եզրագոտին, այդ բորդ կոչվածն է, էլի, եթե եզրագոտում օրինակ 1000 տարի առաջ օգտագործվել է հյուսկեն ինչ որ զարդանախշ, այդ հյուսկեն զարդանախշը գնացել է ինչ որ հանգուցալուծում է ունեցել քիվի մեջ։ Հետևաբար ձևավորվել է ամբողջականություն, այդ դա զարդանախշերի ամբողջականությունն է ձևավորվել։ Իր հմայքը, իր այդ աստվածային լինելը դրանում է։ Ոնց որ եթե դու կտրկտրո ես վերցնում, արդեն ինքը է։ Եվ ամենակարևորը, որ դու ինչքանով է վարպետը ինձ միշտ է ասում, ում է պետք խաչքարի, եթե հավատ չկա։ Բայց եթե այդ խաչքարի նկատմամբ լինի վերաբերմունք, նախ քո վերաբերմունքը պետք է լինի դրա նկատմամբ, այդ աշխատանքի նկատմամբ, ու դա խաչքարին չի վերաբերում մենակ, ցանկացած աշխատանքին է վերաբերում, էլի։ Ու այդ հրաշքը sense արտահայտություն կա, սովորական հրաշք են ասում։ Այդ հրաշքը էլ չես սկսում փնտրել ապեր։ Երբ որ գալիս ես մի հատ վիճակի մեջ, այդ որ ասում են քո ներքին լռությունն ու ներդաշնակությունն է, դու աչքերդ բացում ես, այդ հրաշքը զգում ես արդեն։ Քեզ պետք չի որ դու բան տենաս, sense ոնց է, sense հրեշտակը գալիս, sense քեզ քնից հանում, ինքը հրեշտակը sense տենաս գալի քեզ քնից հանում, բայց դու կարող ես տենաս սիրտը ճակի մեռնես տեղում, դրա համար չես տենում, էլի։ Որտեղ արդեն հենց ու այդ նույն խոսքն է, ասում երանելի են նա ով հավատում է առանց տեսնելու։ Դա ոչ թե կույր հավատի մասին է խոսում, այլ խոսում է նրա մասին ըստ իս, որ դու քո ներքին աստվածային էության մեջ այնքան ազնիվ ես ու այնքան մեծ վստահություն ունես, որ ասում ես լավ ամոթ հաղթեր։ Հետո բան է, կոպի 1000 ներողություն, այդ կոպիտ բան ասեմ, ասենք բանը նվերին ասեմ ապեր ինձ 100,000 փող տուր։ Հա, անի տա հետո ասեմ հետո ասեմ ապեր բանը հեսա հետ վեկալ բերել եմ ասեմ ապեր վեկալ հաշվի ասի չես հավատում շատ կոպիտ վատ օրինակ եմ գուցե վատ օրինակ չի ճիշտ է շատ լավ օրինակ է հա այսինքն այ սրանով գիտես ինչն է երևալու իմ ու նվերի հարաբերությունն է երևալու Mä չգիտեմ դուք իրար փող տալուց հաշվում եք թե չեք դա հաշվում Ես միշտ հաշվում եմ Աշի ինձ էլ փող չի տալի Չի տալի Էլ չի տալի Դասի չէ նայ բանա էլի Դա ոնց որ իմ համար ինչն է հետաքրքիր էս ամենի մեջ որ այս ամեն ինչ որ դու պատմում ես ես կարամ ես ընկալեմ չէ ես կարամ հասկանամ ինչի մասին ես դու ասում որովհետև նայ դու շատ կենցաղային օրինակ բերեցիր հա իր համար պետք չի ինչ որ տենց հոգևոր շատ ինչ որ բան էլի դու թաթախված ես դա ամեն ինչի մեջ ու դու հասկանաս ինչա այդ հավատքը առանց տեսնելու ինչա նշանակում ու հենց այս դրա մասին է ասում որ ինչ որ տենց քրիստոնեական պատերները իմ համար ինքը շատ ուժեղ փիլիսոփայություններ ժամանակի համար իրա ինքը շատ ուղղորդեց մարդուն ու նույնիսկ եթե մենք ենթադրենք որ նույնիսկ եթե ես ենթադրեմ որ Աստված կա ու Աստվածաշունչը ու Քրիստոսի կյանքը այդ ինչ որ միջոց էր ոնց ինքը հաղորդակցեց մարդկանց իր խորհուրդը
Ես կարող եմ ենթադրեմ, որ այն ժամանակ 2000 տարի առաջ երբ մարդիկ ընդհանրապես աշխարհի մասին շատ շեղված պատկերացումներ ունեին, ով է քեզ ասում։ դե շատ առումներով շեղված պատկերացումներ ունեին։ Ինչ նշանակում շեղված մի լավ բառ չի, բայց այն ժամանակվա ժամանակակից է։ Համեմատած հիմա էլ է թերի, բայց բոլոր ժամանակներում էլ թերի է։ Բայց համեմատած շատ թերի է, հա, ասենք թե իրանք չեն Հիսուսը չէր կարա ու քվանտային ֆիզիկայից խոսալ մարդկանց հետ, որտեղ ախպեր հələ պետք է հասնենք դրան։ Ուզում ասեմ, որ մի հատ շատ կարևոր բան ասիր։ Հիսուսին հարցնում են, ասում են երկնքից կպատմես, ասում են երկրից եմ պատմում, չեք հասկանում, երկնքից ոնց պատմեմ։ Հիմա դու պատահական չհիշատակեցիր այդ, ապեր։ Գիտես ինչի, որովհետև ճշմարտությունը այն որ ասում եմ ես եմ սկիզբը եւ վերջը, այս կհիշացնես այն Զարդանախշերի կրկնության թեմայով բան կասեմ հեսանով։ Ես եմ սկիզբն ու վերջը, դա գիտես ինչն է, որ իր մեջ դա ամբողջությունն է։ Հիմա ինքը եկել է, ինքը չի եկել է որ ցույց տա թե ոնց պետք է ապրի Աստված, ինքը եկել է իր ապրած կյանքով ցույց տա թե ոնց պետք է ապրի մարդը։ Եվ հենց ինքն է, չի ասում է, եթե հավատաք ինձանից ավելի մեծ գործեր կանեք։ Եկել է այն որ բանա է, կոպիտ ասած են մաստեր կլասի ժամանակ որ բանա տուրիստները հավաքում են, սենց ցույց է տալիս, զուբիլը սենց բռնի, Չագուչը սենց է, Զարդանախշան մեկը, օժոյս ես արեցի իմ ձեռով։ Հələ ինքն ամենը բանն է ցույց տվել, էլի դոկումենտ։ Որ Հիսուսը բժշկեց նրան են մեկին։ Ես դրան ավելի շատ նայում եմ մի քիչ փիլիսոփայական չէ, դու էլ ոչ թե ուղիղ։ Կարամ, հաստատ կարամ։ Բայց փիլիսոփայ բժշկել եմ լիքը, բայց բանը ես լուրջ հավատում եմ, ես լուրջ եմ ասում, բայց բանը կներեք։ Լսի, դրին լուրջ եմ ասում, ապա։ Այդ երևում է, ասա։ Պրոստը ես դրան նայում եմ մի քիչ ավելի փիլիսոփայական տեսանկյունից, ոչ թե ես ձեռս դնեմ ինչ որ մեկի ձեռքին ու լավանա իր ձեռքը, այլ այդ աուրան փոխանցեմ, այդ խոսքով, մտքով, չգիտեմ, տարբեր բառեր են օգտագործում Նվեր ջան։ Այս դրա մասին է։ Հա, որ ավելի բարձ լինի, զուտ եմ ասում։ Լուսավորությունն է, լույսն է։ Ավելի բարձրացրեցի թեման, էլի։ Նայ, օրինակ մի հատ ուրիշ բան ասեմ, ախպեր, չէ՞, մենք շատ դեպքերում որ քրիստոնեության մասին խոսում է, Քրիստոսի ուսմունքի մասին խոսում է, մարդկանց մոտ միանգամից ինչ որ բան առաջանում, ասենց պետքա լինել տխուր, բայց հայկականում է տենց։ Չէ, հայկական այս սև շորերը, սև շորը ուրիշ թեմա է լրիվ, ապեր ուրիշ բան եմ ասում։ Երբ որ մարդը իսկապես սկսում է այդ ճանաչողությունը ունենալ, ինքը հասկանում է ինքը աշխարհի ամենաերջանիկ մարդն է։ Ես ավելին ասեմ, ուրախ է ինքը։ Այդ քասած սև շորերով ես ինչքան եկեղեցական ուրախ եմ, իրանք սա հումորով են։ Ես առանց հումոր եկեղեցական չեմ տեսել։ Ապեր, չկա, չէ, ես չեմ տեսել։ Բա ուրախության ամենամեծ օրինակը Քրիստոսն է, քանայի հարսանիքի ժամանակ է ցույց տալիս։ Ջուրը գինի է սարքում, մարդկանց հետ հնում ուրախանում, ապա պատմություն հիշեցի։ Որտեվ մարդուն չի ստեղծել, որ ինքը տառապի, մարդուն ստեղծել է, որ ինքը չշեղվի իր ճանապարհը։ Դե դա Հիսուսի ճիշտ ձևն է ցույց տալիս ապրելու։ Ես մի լավ պատմություն հիշեցի, որ բան պապիկս էր մահացել ու շատ է էլի հիշեցի, ասեցիր։ Հա, լավ պատմություն է, բան կապած է սև շորերի ու հումորի հետ։ Ոնց պապիկս մահացել, ես շատ էի իրան սիրում, էլի շատ իմ համար տենց կարևոր մարդ էր կյանքում։ Ու երբ որ դες արդեն ես միշտ տենց բան աթեիստ եմ եղել ու բան ես եք պատմեմ բայց պապիս հետ կապված է բան էլի ոնց որ ընդունի որ ես բան եմ հələ որ չեմ հասել ես չգիտեմ դու ինչ challenge ես անում գրազը կրվե ոչ լավ ասած գրազը կրվե որ դի տարվանտասում հազարական աթեիստ բառը օգտագործում ոչ լավ ասած ի՞նչ է էլի պատմությունը Ոչ ու բաններ, արդեն օկեանգստի տենց նստած ենք ու մեկը տենց ելնում է պապիկս ինքը տենց բան էլի ինժեներ էր տենց միշտ աշխատել էր միջև կյանքի վերջի օրերը բան գիրքա գրել ոչ միշտ աշխատում էր ու այդ մի հատ իր անգերներից մեկը ելնում է ասում է տեր հայր այդ սմարթը սաղ կյանք ինքը աշխատել է միշտ ամեն վարքյան միշտ տենց բան է հիմա ինքը ընդ երկնքում ինչով է զբաղվելու ու ես արդեն տենց ներսս պատրաստվում որ ես հիմար բան ասելու ես եկեղեցական բան եկես եկեղեցական կարող ասում ախպեր ամեն մեկս մեր ժամանակին կիմանանք ու այդ պահին այդ լարվածության մեջ այդ լավ կատակ էր հասկանում ես ինքը համ ճշմարտություններ պարունակում համ էլ բոլորը ծիծաղացին այդ պահին այդ թեթևությունից որով եկեղեցական է այդ ասած ու այդ պահին իմ համար լրիվ ուրիշ կողմից բացվեց էլի եկեղեցականը որը ուղղակի տենց չի գալիքի ասում Հիսուս ասեց բան չէ ինքը այդ պահին ճիշտ խոսքերն է ասում որոնք քեզ կհասնեն կհանգստան ինչ որ հանգիստ կտան քանի որ խոսքը գնաց եկեղեցականների մասին մեծագույն հարգանքով ես մի հատ բան ասեմ ուրեմն առավել եւս այս մեր ժամանակների մեջ եւ երկրում եւ ամբողջ աշխարհում մի հատ շատ լուրջ քննությունն է տեղի ունենում
շատ լուրջ քննություն է տեղի ունենում տարբեր ձևերով արտահայտվում է այդ քննությունը իհարկե ճշմարիտ եկեղեցականը այդ նես չի որ ես եմ էլի դա տենց որոշել կամ բանա հանեն դեպս իմ փորձառությունը ես օրինակ մեր վեդու եկեղեցու հոգևոր առաջնորդը Տեր Հայրը Տեր Հովսեփը այն որ ոնց ասեմ ես իր այդ դենց բաներից եմ խոսում, դենց բաներ եմ կիսվում, որ տենց ընկեր չկա իմ կյանքում, ես իր այդ դրա մասին խոսում։ Այն որ ինքը իմ համար Տեր Հայր է, իմ համար ընկեր է, իմ համար աղբեր է, իմ համար բարեկամ է։ Այսինքն իմ համար հոգևորականի կերպար որպես այդպեսին ինքն է, ու մենակ իմ համար չէ, այնպես չի որ ես առանձնահատուկ եմ դրա համար։ Ինքը բոլորի նկատմամբ է տենց, թե նա ով ոնց է շարունակում էդի արդեն բանի ես մեկ զարմանում եմ որ հավատացել է գնում հոգեբանի մոտ մի քիչ ճիշտ է անում որ զարմանամ չէ հիմա հոգևորականի ապեր իրական նշանակությունը այ մարդու վիշտը թեթևացնելն է մխիթարություն փոխանցելն է տառապանքը քչացնելն է կոպիտ ասած բժշկելն է եւ մասնավորապես մեր եկեղեցին հայ առաքելական եկեղեցին ինչի է կոչվում ուղադավան եկեղեցի որովհետեւ առաքելական եկեղեցու կանոնակարգումը եկել է Թադեոսից եւ Բարդուղիմեոսից այսինքն Թադեոսը եւ Բարդուղիմեոսը համբարձումից առաջ Քրիստոսի падգամով եկալ են ոնց որ մյուս առաքյալները եկել են Հայաստան ու շարունակությունը գիտենք արդեն բոլորս եւ միչեւ հիմա այս պահին ձեռնադրվող որևէ եկեղեցական ըստ էության շարունակությունը այն ժամանակվա ձեռնադրության այսինքն եկեղեցու նշանակությունը տարակարծիք հազարումի ձևի բաներից բացի ամենակարևորը մենք այդտեղ պետք է նայենք եթե իհարկե մենք որ ասում ենք առաքելական եկեղեցի դա որպես բառ չենք ասում էլի մենք գիտակցում ենք ինչի մասին է խոսքը առաքյալների հիմնած եկեղեցու մասին ենք տեղեր խոսում ինչ հեշտ է ջոկում ես հեշտ ինչ որ սիրուն բառեր ենք ասում բայց մի պասես կարաս դաթրտես ու սարս ասես արա ես ո՞նց եմ այս բառը sense հանգիստ օգտագործում ես նույն ձև հանգիստ չեմ կարող օգտագործեմ արդեն այս մի կես ժամ կլինի բայց երեկել էի մտածում այդ ուղղությամբ էլի բան խաչքարագործ բառը խաչքարաքանդակ չի էլի խաչքարաքանդակիչ չի խաչքարագործ է ինքը այտենց նու խաղագործ չկա չէ այսինքն բան է էլի այդ գործ բառը ու խաչքար բառը իրար միացրած բան չի մի քիչ գործը նայ գործը երկիմաստ բառ է եւ գործ աշխատանք այսինքն խաչքար ստեղծողը եւ գործվածք բառն էլ տեսակետ կա գործվածք որտեղ մենք օրինակ զարդանախշեր ունենք որոնք որ իրանք հենց գործվածք են օրինակ կա այդ sense շատ սիրուն դե հայերենը բոլորս է գիտենք ինչ փառահեղ լեզու է հյուսկեն բառ կա չէ ինչ սիրուն ինքս բառ արդեն շատ սիրուն այդ հյուսվածքներն է զարդանախշի որ լինում է օրինակ կա բան անվերջության պատրանք է կոչվում դա այն ժամանակը երբ որ զարդանախշի սկիզբն ու վերջը չես կարողանում գտնես հասկացա վստահ եմ պատելն է բոլորի հետ երբ որ նայել ես այն որ ինքը ինչ որտեղից սկսվում է ինչ որտեղ ավարտվում է, դա մեր բանի մեջ է, ուղեղի կոդ, բայց ինքը նենց է ստեղծված, որ ոչ մի տեղից չի սկսում եւ ոչ մի տեղ չի ֆրակտալնի պատկերները իրանք տենց են, իրանք մեկը մեկ իլյուզիա ոնց ստեղծվում։ Իմ կարծիքով, եթե մենք քրիստոնեական տարածության մեջ փորձենք տեղավորել դա հենց ես եմ ալֆան եւ օմեգան արտահայտությունն է, ես եմ սկիզբն ու վերջը։ Իսկ եթե սկիզբն ու վերջը միաժամանակ ինչ որ տեղում են, նշանակում է գոյությունի հավերժական ներկա, ինչ սկզբից ու վերջից ենք խոսում են։ Հետաքրքիր պատմեմ։ Հետաքրքիր բան։ Սա ոդքասթը հետաքրքիր բան է։ Իտարբերություն մնացածի պատմած բաների։ Короче, մենք չգիտենք երբ են մարդիկ սկսեն ինչ-որ տոմսերով օգտվել, բայց առաջին տենց ինչ-որ քիչ շատից դոկումենտալիզացված տարբերակը բան հին Ռոմում էր, Կոլիզեում, ինչ-որ sense գլինայի կտորներ էին տալի, որոնց վրա խոսքի քո տեղն է ցույց որտեղից պետք է մտնես, խոսքի ընդ չեմ հազարավոր մարդիկ ժողովուրդ շատ դժվար է կառավարել, եթե ինչ որ բան լինի շուտ հեռնեն, դա ռուսները փախան, չգիտեմ, չկա։ Հետո արդեն 1960-ականներում առաջի անգամ մի հատ աղջիկ, բան ինքը փչոմ տենց բան բազմազավակ մայր էր, ինքը բան Դորոթի Մակլաֆլին կարծեմ։ Երեխեքի հետ որոշում ա գնա կինո նայելու։ Չէ, ինքը գիշերները քանի երեխեք գնաց էին, կոդ էր գրում, ու ինքը առաջինը պատմության մեջ ստեղծեց այն համակարգը, որ դու էկրանի վրա ընտրում ես քո տեղը, ջոգում ես միջև ինտերնետը հələ։ Իսկ ահագին բարդ լոգիստիկայի հարց էր։ Вообще բանը, երբ որ էլեկտրոնային տոմսերը մտան,
այդ առաջինը ով իրան ներբռնեց շատ ուժեղ, այդ ավիակամպանիաներն էին, որոնք մոտ $3 միլիարդ սկսեցին էկոնոմիա անել, նրա վրա որոնք տոմսեր չէին տպում, չէին հասցնում տեղ լոգիստիկ խնդիրներ հելնում, եկա բան։ Ոչ մեծ շատ մեծ օգնություն էր ինդուստրիային, որ ինքը սկսի զարգանալ, ավելի հեշտ աշխատի, ու այսօր մենք օգտվում ենք տենց app-երով ու մեր հովանավորը ticket system-ը ինքը տենց system ունի, app ունի, որտեղ դու կարաս մտնես, քո տեղը ընտրես զալում, որտեղա քեզ հարմար նստել, ինքը մաքսիմալ պարզ է սարքած, 2 կլիկով դու կարաս տոմս առնես ու գնաս քո ուզած միջոցառմանը։ Այդ ձեզ հետաքրքիր ինֆորմացիա եւ նաեւ մեր հովանավորն է ticket system-ը, որը մեզ օգնում է, մենք շարունակենք մեր ոդկասթը ու հետաքրքիր փաստեր պատմենք ձեր։ Դզած ապա էսի կարող է ոդկասթի մեջ մի քիչ խոսանք ticket system-ից։ Բանա, էլի ինձ մի քիչ հետաքրքիր է քո ընկալումը խաչքարագործության, որովհետեւ դու ուրիշ արվեստով ես զբաղվում։ Բանա, էլի ես ընդհանրապես չէի պատկերացնում, որ խաչքարագործը ժամանակ ունի ինչ-որ ուրիշ բանի էլ տիրապետ է, էլի, որովհետեւ այնքան անվերջ դժվար գործ է ինձ թվում խաչքարագործությունը, դե ընդհանրապես չեմ առնչվել, կողքից նայում եմ, ինձ թվում է այս պետքա սաղկանք մի հատ քար անես, չես հասցնի, Կստати, կես մի հատ օֆ-տոպ անեմ, այն որ սցենարի է պատմում դիամետրաժ ֆիլմի։ Այնտեղ մի հատ կերպար կա, որ այդ որ ասում էի, որ տղան մահացել է, իր papan խաչքարը սարքում տղուի շատակին ու չի վերջացնում երբեք, որովհետև չի կարա իրան թողի։ Նույն այս իմաստն է, որ երբ որ ինքը կարողանա վերջացնի, ինքը կմերվի այն հարցի հետ, որ շատ բան ասցիր, որովհետև ես հիմա անդրադառնամ նորից այս աշխատանքին, ես այս աշխատանքը ուրեմն ես կապվել եմ աշխատանքի հետ եւ Մուրադին ասում եմ Մուր արի շուտ տանենք դնենք այս գործը։ Ես չէի իմ մոտ դա շատ լավ ես գտա այդ բրավո։ Անդ տաշում էի ու էլի տաշում էի։ Չէ, պահա գալի, որ դու դիտմամբ դանդաղ ես սկսում։ Նու համենայն դեպս իմ մոտ եղել է, չգիտեմ մյուսների մոտ։ Որովհետեւ էլ չես ուզում։ Օրինակ այս աշխատանքի վերջը մոտիկա արդեն զգում ես ու սկսում ես դանդաղ անել։ Ասում ես ոնց արա գնալու է ախպեր։ Ու այդ հենց ես այդ զգում եմ, ես սկսում եմ արագացնել, որովհետև այդ կապվածությունը ավոր բան է։ Իսկ հաճախ լինում որ գնաս քո տեղադրած խաչքարի մոտ, ասենք։ Ոնց որ ֆիլմի մեջ էլ է, ֆիլմի մեջ էլ է, էլի ես ոնց որ այդ ես ու ռեժիսորն ենք մտածել այդ միտքը, որովհետև ինքը ասել էր, որ ինչ որտեղ լսել էր, որ հակառակն է արվում, որ տղեն է հորա խաչքարը ինքն է փորագրում, ասում աստեղ ոնց որ ցույց ենք տալի աշխարհի սխալ աշխատանքը, ոնց աշխարհը սխալ էսպային, որ հերն է տղու համար խաչքարը սարքում, տենց չպետք է լինի, էլի հակառակը պետք է լինի, ոնց որ հենց կակրաս միտքը այն էր, որ այն որ ինքը չի վերջնում, էդ էլ է սխալ, ինքը պետք է բաց թողի, էլի։ Նայ, եթե դու խաչքարին անդրադարձել ես սցենարում, շատ կարևոր է ուզես թե չուզես դա տենց, հա, այս հիմա բացարձակ լրջությամբ եմ ասում, խաչքարը դա ուղիղ կերպով ոնց ասեմ, ազդարարումն է կամ չգիտեմ բնութագրումն է Քրիստոսի անցած ճանապարհի։ Էլ եմ ասում, հաշվի առնելով այն փաստը, որ կան տեսակետներ, որոնց ես դեմ չեմ, բնականաբար, որ խաչքարերում օգտագործվում են նաև զարդանախշեր, որոնք նախաքրիստոնեական նկատի ունենալով կրոնի գաղափար, ոչ թե Քրիստոսի էության մասին, չի Քրիստոսի էությունը անսկիզբը ու անverջ, այդ չենք քննարկում, էլի։ Եվ երբ որ դու սա ընդունես, այսինքն այս քեզ որպես հուշում եմ անում, այդ սցենարի մեջ էլ կօգնի երևի։ Երբ որ դու սա ընդունես, արդեն օրինակ այդ հարցը կարող քո մեջ առաջանա, արդյոք սխալ է։ Որովհետև իմ վերջին դասերից մեկը երեխեքի հետ որ բան էինք անում, ասի երեխեք, եթե դուք հետաքրքրված եք խաչքարագործությամբ, պետքա ես այս տեղեկությունը փոխանցեմ անպայման, որ 4 թե 5 կարևոր բան է տեղի ունեցել։ Ես հաշվենք իրար հետ։ Առաջինը դա Քրիստոսի ծնունդն է, փրկչի ծնունդն է։ Երկրորդը մկրտությունն է։ Երրորդը խաչելությունն է։ Չորրորդը հարությունն է, եւ 5-րդը համբարնալն է։ Համբարնալը դեպի երկինք։ Այս 5 կետերը խաչքարի մեր մասնավորապես դասական խաչքարագործության մեջ այս 5 կետերը կան։ Ծնունդը, մկրտությունը, խաչելությունը, հարությունը եւ համբարձումը։ Հիմա եթե մենք սկսում ենք, օրինակ, ես հերրու ինձնից ու բոլորից էլի մեղա Աստծո, սկսեմ ենթադրել արդյոք եղել է տենց, բայց պրոստը իրավունք չունեմ մոտենալու խաչքարին։ Այսինքն ես դրանով կարամ
իմ կյանքի համար կարան պրոբլեմ ստեղծել։ Как минимум։ Ազնիվ չի։ Как минимум, բայց էլի։ Դաշն չգիտես ինչ կանի։ Բայց բան է, էլի ոնց որ եթե դու ուզում ես ուղղակի քարի մեջ շրբան փորագրես, խես քրիստոնեական շարժակները հետո դու ձեր մոտ զգացել եք բայց մյուս կողմից միանգամից էս սրա վերաբերել հարց տամ բայց այդ դեպքում ուրեմն պետքա աթեիստը եկեղեցի երբեք չգծագրի բայց տենց դեպքեր լինում են ապա ես գործ չունեմ այդ թեմայով մի հատ բան ասեմ էլի էսի որ երրորդներ է ստարան 701 ասա չա նա 5-10 հարագարակ կրծել ավելի լուրջ նայ ստեղ տես էլի եմ ես քեզ ասում ապա ստեղ խնդիրը այն չի թե մենք ինչ բառեր ենք օգտագործում խնդիրը в принципе բայց իրականում մարդու ներսում այն ինչը որ տեղի ունենում անգամ մարդը ինքը չգիտի ինչա տեղի ունենում մի հատ շատ սիրուն հատված կա աղոթքի ասում է Տեր Եփրեմ ասորը աղոթներից է կարծեմ ասում է միջև իմ աղոթելը միջև իմ իմանալը թե ես ինչ պետք է աղոթեմ դու արդեն գիտես ես ինչ եմ աղոթելու հիմա ինչ աղոթեմ բայց ես չեմ կարա չաղոթեմ որովհետև քո հետ հաղորդակցման միակ միջոցը է դա իսկ առանց քո հետ հաղորդակցելու ես չեմ կարա ապրեմ ուղղակի ինքը ախր տղերք այնքան պարզ, այնքան հանճարեղ, այնքան ֆանտաստիկ է այս ամեն ինչը։ Պրոստը մենք, ասենք ես հիմա sense ոգևորված էներգիայով խոսում եմ, չէ՞, չի բացառում որ 2 ժամ հետո ընկնեմ մեկը զանգի մի հատ բան ասի, ներվայնանամ, ու այս ամբողջ գեղեցկությունը փլուզվի։ Հիմա բայց դրա պատասխանն Քրիստոսը տալիս է, ասում է ամեն ժամ աղոթք արեք։ Որովհետև երբ որ մարդը կարողանում է աղոթական վիճակով ապրի, ինքը ոչ միայն սեր է լինում ինքը իրանով։ Ինքը չի սպասում է, որ իրանք սիրեն, չեն սիրի։ Ինքը սպասում է ես պահին։ Այս սերը sense տալով քայլում է, ապրում է, ջոկում է։ Ես կարդացի ես աղոթքը, որ ուղարկել էիր։ Շատ լավն է։ Բայց որ նա մի հատ հիշեմ ես չեմ կարդացել էլի աղոթք տենց որ ասեմ բացել եմ ես բանակ գնալուց ինձ աղոթքի գիրք տվեցին բան գերի ընկնելու աղոթք բան երբ դնևալնի ես աղոթք ինչ որ sense աղոթքներ էր ու իմ խնդալը եկավ դրա վրա մի պահ կային իրոք բաներ կային որ պետք չէր էլի լիներ այդ գրքի մեջ երևի չգիտեմ այդ իմ կարծիքն է այս որ կարդացի միտքը չկարեցա դաժե բռնեմ այնց խորնա այնց նու ինչքան որ կարեցա վերջին հատվածը կարդամ էլի հա իհարկե Սուրբ Եփրեմ ասորու փառահեղ աղոթներից մեկն է ծածկիր ինձ Տեր սուտ գովեստների եւ երանիների լույսից քանզի չգիտեն իմ մեղքերը դեռ խորացեք ով ասում է քրիստոնեության պատմության համաշխարհային կարևորագույն դեմքերից մեկն է ասում Ինչ սուրբ եմ ցույց տալիս եւ լի եմ աղտեղությամբ, կերպարանվում եմ առաքինությամբ եւ անառակությամբ ապրում։ Այսինքն մարդ չի տենում սկի, հասկանում ես, որպեսզի ավելի առարկայական լինի, էլի խոսակցությունը, Սուրբ Եփրեմ ասուրին ոնց կարա ասի անառակությամբ եմ ապրում։ Փայլում եմ երկյուղացությամբ եւ ընթանում արդարացությամբ, ճանաչում եմ ճշմարտությունը սուտ խոսում, գիտեմ արդարությունը եւ անօրենություն եմ գործում։ Մարդ կամ այդտեղ որ ես քեզ ասում էի, որ դու ասում ես բանա որ մարդը կարա կատարյալ լինի, ես քեզ ասում եմ չի կարա։ Եվ որ նայես սուրբ մարդը իր աղոթքում ոնց է ինքը իրան վերաբերվում։ Որ ասում է ես ճշմարտությունը գիտեմ ու սուտ եմ խոսում։ Այստեղ ամենակարևոր Բայց ինքը sense է կատարյալ ջոգում։ Չէ, տղեկ, մի րոպե, շատ նուրբ թեմա է, չգցեք ինձ մեղքի մեջ։ Չէ, ջիգեր։ Լսեք ախպեր։ Նարեկացին իր ճկնակեցության ժամանակ, երբ որ կարդաս նարեկացի Կարդում ես, ասում ես ոնց ախպեր, այս սուրբը ոնց ասենց ման գրում։ Եթե ինքն է սաղ իր անունից է ասում։ Եթե ինքն է ասում, արա մեղքերս այնքան շատ են, որ ծովի ավազից կարաս հաշվես իմը չես կարա։ Անտառները կտրես, գրես էսանը։ Եթե ինքն է սա ասում, ես ինչ շանս ունեմ։ Բայց ինչի համար են այդ սրբերը այդ ամբողջը վեկալում իրանց վրա, որովհետև իրանք շարունակում են քայլել Քրիստոսի միտքն է։ Հասկանում եմ։ Հասկանում ես։ Հա, իհարկե։ Հիմա այս ամեն ինչը ամեն մարդ, տես, ասենք մենք կարդացինք, դու մի անգամից տենց չէ վերցրեցի։ Բայց իրանց մոտ արդեն մենք արդեն մեզ տրված չի հասկանալ, թե այս սուրբը ինչ է որտեղ ապրում, որ ոլորտներում ապրում, ինչեր է տենում, իր մտքում ինչա տեղի ունենում։ Քրիստոսը ասում է մտքով եթե շնացել, ուրեմն շնացել ես, ոչ մի տարբերություն չկա։ Բայց օրինակ հետաքրքիր է, նայ, օրինակ ես հասկանում եմ քո համար ինչ կարևորություն ունի այս ամեն ինչը, բայց դու կարաս չեն կարաս, որ ես կարամ ուղղակի գեղեցկությունը գնահատեմ այս ամեն ինչի։ Առանց հավատալու ես կարամ գեղեցկությունը գնահատեմ, ես կարամ ես վերցնեմ որպես իմ կյանքի ինչ որ կանոններ
կամ ինչ որ բայլաձևի, ինչ որ Ինչի մասին է խոսք, խաչքարի? Աղոթքի, նույն աղոթքի, որը մենք քննարկում ենք։ Եղբայր, ես ով եմ որ քեզ ասեմ դու ինչ կարաս ասես, չես կարող։ Չէ, իմ ասածը նրա մասն է, որ ես շատ Պրոստը ախպերներով խոսում եմ։ Իմ վերաբերմունքը այս ամեն ինչին, ինքը այդ տենց է։ Ես կարամ չէ գնահատեմ խաչքարի կամ այս գործի գեղեցկությունը։ Ապա ես քեզ ավելի հավատքի բաղադրիչ։ Սպասես հա պատմում եմ, որ ավելի པարզ լինի էլի իմ վերաբերմունքը։ Ուրեմն 2008 թվին 8-ին էր կարծեմ։ Ես սովորում էի բանում, Հայֆիլմ կինոստուդիայում։ Եվ որ դասի էի գնում, մի ամիս եմ սովորել։ Ստեղ կենտրոնում։ Չկա իմ այդ ստուդիա։ Հենց վնասները որտեղ սովորում են։ Ու Վարպետի արվեստանոցի։ Ապա շատերն են ստացի։ Վարպետի արվեստանոցի մոտով էի գնում։ Պրոսպեկտից նես քայլում գնում էի։ Այդ ժամանակ Վարպետը հենց դեռ Անդոն Ռաֆոնկով ախտում են սովորը։ Չէ, իրանք ավելի շուտ են սովորում։ Հա։ Շուտ ու ես որ դասի էի գնում, այդ Վարպետը այդ ժամանակ հենց իր այդ արվեստանոցում էր աշխատում։ Ասես նա, հա, որտեղ հիմա Համբիկն է աշխատում, էլի։ Վարպետը ուրիշ տեղ է հիմա, որտեղ տենց ավելի մեծ մոնումենտալ գործեր անում, տեղի։ Մի խոսքով, անցնում էի, նայում էի դիմացի մայթից, լուր մարդիկ աշխատում են, էլի։ Օր ասում եմ, ախպեր, իսկ մարդիկ բան ու գործ չունի, չեն անում արա։ Յանի ինչ խաչքար, ինչ բան։ Հա, ու տենց հա գնում գալիս ես նայում, մի անգամ չեմ մոտեցել, ասեմ, այդ ինչ է կան։ Հետո տենց կյանքի բերումով այդ արվեստանոցը դարավ մի հատ այդ կյանքի բերումը կպատմես։ Դից ռազուշ ստեղ ասենք։ Չէ, արի չպատմեմ, էլի։ Լավ։ Անձնական, հա, մի քիչ այս թեմայի մեջ չեմ ուզի անձնական շատ բան լինի։ Որովհետև չկարամ պատմեմ, ուղղակի ես վստահ եմ, որ մարդիկ նայելու են, կարող են պատմությունը։ Ես այդքան վստահ չեմ, որ Չէ, ես վստահ եմ։ Չէ, բանը նայելու են։ Չէ, նենց է որ այդտեղ չկա նենց մի հատ բան, որը ես ինչ որ զղջումով պետք է պատմեմ կամ բան։ Չէ, իմ պրոստը գիտես, հասկանում ես երևի իմ հետաքրքրությունը, որովհետև խաչքարագործը շատ sense առաջինը ինքը շատ անգամ երևի ժառանգաբար է փոխանցվում այդ գիտելիքը, երկրորդը ինքը շատ sense ոնց որ պետքա հպվես իր այդ միթը, որ դու իմ հպումը գիտես որն ա եղել, ես բան էի, ֆիլմեր էի նկարում, Վարպետը գործ էր անում, ես այդ իր ամբողջ ընթացքը էի նկարում, հա, լիքը նկար, ուր են այդ ֆիլմերը, կոմպիս մեջ, դզած, այդ ֆիլմերը YouTube-ում կա, հա, բայց YouTube-ում շատ քիչ բան կա։ Դե դեմ ասում։ Ես օրինակ բան եմ անում, կանգնում եմ հերվից, դոկումենտալ էլի։ այդ բանը, ածես նայեցդով ես էլ իմ փորձարկումներն եմ անում, ասենք զարդանախշերն եմ մոտեցնում, ասես բան եմ անում, լիքը զրույցներ եմ տենց նկարել, բաներ եմ արել, ու բանա, հետո սկսեցի ինչ որ փոքր բաներ սարքել, բայց առաջի գործս կավից ա եղի, դիմաքանդակ եմ սարքել։ Ու տենց կամած սկզբի գործերից ես որ անում ես խնդում էին ապա ասում եմ տարօրինակ բաներ սամ Վարպետն ասում էր լավ շարունակի տենց բան որտեվ բան կար էլի այն որ էնտուզիազմը երևում հաշվում էի ես իմ զրույց ունենալ հասկանում ես դու չես նկարում չէ դու նկարում ես вообще կտավ էլի ակրիլով բանով չէ տենց մեկ-երկու բանն եմ նկարած բայց տենց այդ չեմ դզում այն շատ դա է հետաքրքիր իսկ գրելը երբ ես սկսել գրելը Չէ։ Շատ ավելի շուտ եմ սկսել։ Նույն այդ ավելի շուտ սկսած ժամանակը չի կարելի համարել այն որ դու ասում ես գրականությունը, բան sense, բայց բանակից հետո սկսել եմ հիմնականում տենց արցակ բանաստեղծություններ, որոշ բաներ տպվել է։ Լսի, բանա, ես էլ մոտավորապես մի 16 տարեկանից ակտիվ ինչ-որ բաներ գրում եմ միշտ, բայց չկան ոչ միտեղ էլի տենց, ոսկի մի 100 հատ բլոկնոտ հաստատ Ուկրաինայում եմ թողել ինչ-որ խառը սենց լիքը բաներ թղթեր A4-ի վրա, ցանկացած տեղ ինչ-որ բաներ գրում եմ, հիմա էդի անում եմ մոտավորապես 10 տարի երևի արդեն, պլյուս մինուս, բայց չեմ հետևել ոչ մի ձևի, չեմ գնացել դասերի կամ չգիտեմ, չեմ այդ պահը էլի հետաքրքիր է իմ օրինակով ինձ հետաքրքիր է, չեմ ուսուցանել էլի ինչ որ ոնց է ճիշտ գրելու ձևը, չգիտեմ, կոմպլեքսներ եմ ունեցել միշտ այդ ստորակետ որտեղ, շեշտը որտեղ, բութը որտեղ, Ուկրաինայում ապրելու տարիներին, ասենք, բանը դժվար է եղել։ Որից ասեն պատկաստ եմ ինձ, ոնց ինչ ես ասել։ Ինձ հետաքրքիր է այդ պահը, էլի, որ դու սկսել ես գրել։ Ոնց հասկացար, որ պետքա վсё գիրք տպես։ Այդ հենց առաջի միտքը որ եկավ, վсё, էսի գիրք պետք է լինի։ Հələ միջև այդ հարցի պատասխանել, մենք մեր զրույցի վերջը պերեկուր չենք անելու։ Չէ։ Մենք արդեն ինչքան է մեզ մնացել։ 2 very boring minutes later 4 հատ ստուդիա եմ փոխել։ Էլի տենց 2 ամիս, 3 ամիս ինչ որ անհասկանալի բան, Աբել Աբելյան։
Այլ բանա, всё, մենք կանք։ Մեկ, ռաս։ Այս խաչքարի մասին 2 բառով էս Լավ, էսա։ Всё, կանք։ Բայց որ կպնեինք այն թեմային պետքա թե կտրվելու է վերջի Պերեբիվկով կտրենք, եթե ինչ։ Okay, հա։ Եթե դուք չկպնենք, պերեբիվկով գրելու հետ կապված որ վերջում հարց տվեցի ու գնացինք, էդ է ասում։ Ինչերի արցնում որ գրել։ Որ ասիպա գրում եմ 10 քանի տարեկանից ու դու որ առաջին գիրքդ հասկացար որ պիտի գրես։ Իմ կարող ենք։ Դե ժիվոյ անենք, էսի թո մնա կադրի մեջ sense։ Իմ առաջին գիրքը որպես այդպեսին սա է եղել։ Նվեր ջան, աշ ջան։ Սա ավելի շատ ոչ թե գիրք է, այլ ոնց է կոչվում ինքը։ Նու սևագիրել չի, էլի։ Պոեմ ծաղկեփունջ, պոեմի կա, էլի, sense ինչ որ մի բան, հա։ Սա այն ժամանակ էր, երբ որ ես բան մոտ 1 առոքսիմետր փառատոնում էի, իմ տենց հեղինակային ներկայացումն էի, ինձ թվում է հերթ չեն տալու որ գնեն իմ գրքերը, ասած տպեցի այս պոեմը, որի մեջ հետաքրքիր տողեր կա իհարկե, բայց սա իմ համար բանն է, որ ասում առաջին լավաշն է, էլի որ խփում ես տենց կուտակում, ես անպայման ստեղից կարդամ ինչ որ բաներ, որպես նվեր Telegram-յան ալիքում, բայց բան կա, տենց ինչ որ անկեղծ տողեր կա, շատ տարբեր պատճառներ կարան լինեն, էլի այդ գրքի հետ կապված։ Թե կարող լինի ինչ չէ, ամբիցիան, ես գիրք ունեմ, ժամանակ գրող էիր արդեն համարում էլի այդ ժամանակ, ֆենել ինչ գրող։ Շատ ես այս ժամանակ ինչ շատ ավելի շատ էի գրող համարում, քան հիմա, որտեվ ինչքան որ դու մի բանի մեջ սկսում ես մասնագիտանալ, խորանալ, էս անել, այն անել, այնքան սկսում ես զգուշ մոտենալ արդեն էլի, զգուշությունը, այսինքն գիտես ինչն է, որտեվ դու երբ որ ինչ որ մի հատ բան ես ասում, որ ասում պիտի տեր լնես էլի ասածիդ։ Իսկ ստեղծագործական աշխարհում տեր լինել ուղղակիորեն կապված է էներգիաների հետ նախ եւ առաջ։ Այստեղ հարցեն չէ, մարդիկ քո մասին ինչ կասեն։ Հարցենա թե դու քնելուց որ вообще կարաս քնես թե չես կարա, սկսենք դրանից։ Դու ընդհանրապես քո մասնակցությունն ես տիեզերական հավերժական շարժման մեջ։ Ինչքանով ազնիվ, էսա ամբողջ հարցը էլի։ Իսկ գրականությունը այդ իմաստով շատ եզակի է, դրա համար ասում գրականություն եւ արվեստ։ Գրականությունը օրինակ քանդակագործությունը արվեստի ճյուղերից մեկն է, չէ՞։ Բայց գրականությունը ինքնին արվեստ ստեղծագործականություն լինելով մեծ առանձին աշխարհ է։ Հա, ես երեք մի հատ ակտիկա հետ էի խոսում, բալետի մասին խոսած։ Ու արվեստով էր իրան ներկայացնում, պրոստը բալետը, չէ՞։ Ինչի է գրականությունը առանձին։ Շատ տարողունակ է այդ թեման, անկեղծ, ոչ թե հարցից եմ խուսափում, այլ ինձ թվում է գրականության նայ ի տարբերություն օրինակ բանի կերպարվեստի գրականությունը իմ կարծիքով գիրը որպես այդպիսին ենթադրել է մի հատ ահռելի զարգացում քաղաքակրթական մտքի որովհետև նայ երբ որ նախամարդ օրինակ իմիջիայլոց դե կարծեմ կա դրա մասին չէ ստե չէ մյուսի մեջ է նախամարդ կոչվածը, հա, երբ որ որսից եկել է, սկսել է պատմել, չէ, իր որսի մասին, այդ պատմությունը ոնց է եղել, ինչ որ ծիսական եղանակներով, կրակի շուրջ, հու դմ, ու ասենք պատերին ինչ որ բան անկես։ Սա շատ մակերեսային մոտեցում է այն ժամանակվա այդ ենթադրություն է։ Բայց այն ժամանակ օրինակ նախամարդը որ եկել է որսից բանը լապտոպը չի բացել, սկսի գրի էլի որ մամոնտի կողքից մենք հացակվեցինք, այսինքն հիմա դե այդ գրի գյուտը եկեք էդի հասկանանք, ես չգիտեմ, իրար հետ սկզբում երևի սիմվոլիկայով ինչ-որ սիմվոլիկաներով երևի չէ, սիմվոլիկան է սկզբից եղել, սիմվոլիկան է հետագայում վերածվել տառի, տառը բառի, բառը նախադասության, այդ սեպագրերն էլ այդտեղից է, չէ՞։ Բոլորը, այսինքն ինքը ինչ է դառնում, տառը ինքը իրանով դառնում է յուրահատուկ զարդանախշ։ Տեխնոլոգիա էլ է ինքը, հա։ Ինքը զարդանախշ է, տառը զարդանախշ է։ Ու հետեւաբար զարդանախշն էլ տառը։ Այն որ խոսքի ժամանակ ասում էր կոդավորման եւ դեկոդավորման մասին, ինքը մոտավորապես նույն բանն է։ Նույն բանն է, նույն ֆունկցիան է կատարում, ճիշտ է։ Նույն բանի մասին ենք մենք խոսում։ Ինչ ես կարծում։ Դե պրոստը գիտես ինչ դա հետաքրքիր, որ ես մի հատ քանդակագործի հետ էի մի անգամ խոսում, մայստրոյի, որ բան Թամանյանի արձանն է, իր արձանն է, ինքն է եղանակը։
իր հետ որ խոսում ենք, ինքն էլ շատ դակի մարդ էր, էլի, տենց էլի արվեստի մասին շատ բան, տենց ինքը գիմնաստ էր ուժեղ, բան, տենց միջև վերջի տարիները, տենց իդեալական բանով ֆորմայի մեջ, այդ բան, ես էլ ինստիտուտում էի սովորում։ Վաղուց ֆորմացիա։ Ինքը արդեն մահացել է։ Գիտեմ։ Հա, ու ինքը բան, ինձ ասում էր դու ստոր արվեստով ես զբաղվում։ Ասա որտեվ խոսքը, որտեվ բառը ինքը թարգմանություն է պահանջում։ Օրինակ կերպարվեստը երաժշտությունը չի պահանջում թարգմանություն։ Ինքը հասկանալի է բոլորին։ Ասում եմ, քոնը շատ կոնկրետ է, ինքը ամենաստոր արվեստներից է։ Շատ կոպիտ է բանը, չէ, բայց շատ ճիշտ է, չէ։ Այդ երաժշտությունը ինքը էմոցիա է քեզ տալիս։ Բայց որ դու չգիտես հայերեն, դու հնդիկ ես, չես կարա կարծես։ Համաձայն եմ, բայց եկեք դե հիմա այդ պարագայում մի հատ sense բան դիտարկենք, էլի։ Միջև այս պահը երբ որ մենք օրինակ մենք խոսում ենք Աստվածաշնչից, կտակարանից կամ նույն չգիտեմ Բուդդայի անունը տվեցիր, դու Ալեքսանդր Մակեդոնացու, մենք ոնց գիտենք իրանց մասին։ Ինչի միջոցով գիտենք։ Գրածների, բայց ի սկզբանե չէ։ Ի սկզբանե գրածներից չէ։ Ի սկզբանեի մասին չի խոսքը։ Հիմայի մասին է խոսքը։ Այսինքն ինչ ճանապարհով է մեզ հասել այդ ամեն ինչը։ Նարեկացու ընթերցելով, բայց հարցն է, որ միջև այդ ինքը ոնց որ բերնից բերան գնացել է։ Հա, որ բայց կարար տենց երկար տևել։ Ահագին երկար տևել է, իհարկե։ Չէ, դա այդ փոխանցումը, չէ, ես նկատի ունեմ այն ինչը որ ֆիքսված է հիմա։ Պատմության տեսքով գիտենք, էլի, հա։ Պատմությունների, որոնք մարդիկ պատմել են իրար։ Գրի եղանակով։ Ինչ որ բան, հա։ Այսինքն հիմա օրինակ տարբեր հետազոտական եղանակներ կան, որոնցից մեկը օրինակ նույն բաներն է անուն ինչա այդ ժայռապատկերների ուսումնասիրություն ընդհանրենք տարիքը հաշվում դրանով էս արվում են արվում բայց ըստ էության ինչա դառնում որ գրի միջոցով փոխանցված տեղեկատվությունը որպես կանոն համարվում է ամենահավաստին եւ ընդ որում այդ նույն հավաստիությունը արձանագրությունների տեսքով որ քարերի վրա օրինակ արձանագրություն կա օրինակ որևէ տեղ այդ իմաստով նորից Համլետ Պետրոսյանին պետքա շնորհակալությամբ հիշեմ ու անդրադառնամ բազմաթիվ բաներ ցույց տվել նույն օրինակ Արցախի հայկականությունը որը մեր համար քննարկելու նյութ չի բնականաբար բայց աշխարհի համար հա սենց ասեմ եթե հայկականությունը ապացուցելու բան կա ինքը օրինակ նույն խաչքարերի արձանագրությամբ վանքերի հին եկեղեցիների արձանագրությամբ ինքը ցույց է տալի ասում օրինակ 9-րդ դարում երբ որ այդտեղ հայատար արձանագրություն կար որտեղ էին այն մարդիկ ովքեր որ հիմա ասում են այս մեր պատմական հողն է ինքը անբեկանելի փաստ է ուղղակի արդեն գալիս է թղթե շերեփի եւ երկաթե շերեփի կարգը էլի այս ամբողջ դե նայ մայստրոն մի քիչ դրա մասին չէր ասում նայ գիրը որպես ինֆորմացիայի պահպանման միջոց ամենավստահելին է հաստատ նույնիսկ ոչ մի էլեկտրոնային բան չի կարա բայց որպես արվեստ ինքը բայց որպես արվեստ արկած իրավունքում հետ էր ավելի շատ որ որպես արվեստ ինքը ասում էր 3 հատ մեծ արվեստ կա այդ բանն քանդակագործություն չէ քանդակագործությունը ինքը պահում դեռ 4-ն էր ասում ինքը ասում էր ճարտարապետությունը երաժշտությունը ես չեմ դիմանա այս պետքա ցույց տալ պրոստը այս թեմայի հետ է էլի Դե էլի բիտայի պատմություն ես պատմում սպանիր ճանապարհ ուժեղ միտքա իմ համար ունեցել էլի ես պետքա կիսվեմ ոբշեմ տղեկ կային ովքեր մեր համար պատրաստել մեր հյուրերի համար ինչ որ փայտից բաներ սենց աշխատանքներ մենք խնդրեցինք որ մեր համար սարքեն սենց բան բիտա աղբորպես production վրան գրած սարքեցին ու իմ համար ես զմայլվում եի էլի սրանով սենց հետաքրքիր էր իմ համար ինքը սենց Ավետ Բարսեղյան նկարեցինք իրան ու ասաց էս ինչա ասում եմ էս պոեզիա է նո ես էլ բանով էլի իրոնիայով մի քիչ բան տենց հումորով ասաց սա պոեզիա չի տող չկա վրան գրած ասում եմ էս իմ պոեզիան է ես սենց եմ հասկանում պոեզիան էլի բանը վերցրեց գրեց ու ասաց հեսա պոեզիան ու դրանից հետո ոնց որ հաջորդ օրը զարթում եմ կարդում եմ մի հատ էլ ու ջոգում եմ որ ճիշտ է, նո տողերով է պետք բան փոխանցել պետք է ոնց որ զգալ իրան, էլի, որ դու կարդում ես ինչ-որ բան ես, էմոցիա ես զգում, բայց պրոստը փայտի նայելը ես իմ դե նայեցի նույնն է ինքը։ Չի փոխվում, էլի, բայց տողերը դու անընդհատ կարդում ես ու անընդհատ ինչ-որ նոր բան ես գտնում մեջը։
Okay. Ну, հաչը։ Փայտ Հայ չէ, պետք է մի նորմալ ձևավորես այս միտքդ, որովհետև դու իրան անդադ ասում ես, իրան միջև վերջ չեմ հասկանում։ Շատ ինչ-որ սխալ տեղ եմ։ Ես նայ, փայտի մի հատ բան է, ասում փայտի նայելով ինքը չի փոխվում։ Այդ քեզ ասել են, որ ինքը չի փոխվում, որովհետև ինչ որ պահի դու կարաս ես փայտին նայես ու արմետ շատ սիրուն պատմություն կա, բայց երկար է, Շանատամի պատմությունը, որ այդ կինը այնքան հավատամ ունենում, սկսում աղոթել այդ ատամին, այդ ատամից լույսը դուրս գալիս։ Խնդիրը այն չէ, որ սա փայտա ու այս փայտի վրա ավետ Բարսեղյանը տող գրել է, թե չի գրել։ Խնդիրը նա թե քո վերաբերմունքը ընդհանրապես ոնց է արտաքին աշխարհի նկատմամբ, որտեվ այս փայտի մոլեկուլները որպես կառուցվածք եւ քո մոլեկուլները որպես կառուցվածք նույնն է իրականում։ Բոլոր մոլեկուլները նույն կառուցվածք ունեն։ Ուղղակի իր էներգետիկ կառուցվածքը Պրոստը այս մոլեկուլները գիտեն, որ իրաք նվերն են։ Այդ մի հատ կատեգորիա կա, ասում եմ, երբ որ երկար ես նայում անդունդին, անդունդը սկսում է նայել քեզ։ Այդ այն մեկ էլ հեսա ընտրությունները, չէ՞, դիտորդական առաքելություն, որ ասում են, բայց այս ոդքասթը որ հելնի արդեն ընտրված կլինի, բան վարչապետը չի, ախպեր, այս կապ միշտ բան է, միշտ լինում է այդ ընտրությունները, էլի։ Ամեն օր մենք ընտրության առաջ ենք կանգնած։ Այդ դիտորդական լինելն է, էլի, որ էլի վարպետի ասածը պիտի հիշեմ, ասում էր, կարաս վկայի պես ապրես։ Իմիջիայլից դրա համար այդ իմ գիրքը հենց կաղ վկան, տենց է կոչվում։ Այսինքն այդ ինչքանով ես դու վկա քո կյանքում տեղի ունեցողի, քո հետ տեղի ունեցողի, այնքանով որ փոշմանեցի հենց հիմա ու ասի կկտրենք։ Ինչ ես կտրում։ Պոեզիան, չէ, լսի, պրոստը սա բանի ընթացքում ոդքասթի ընթացքում դեբիլ բան չի արել, պետք է անել, էլի։ Պոեզիան չէ, դու շատ խելացի բան արեցի։ Գիտեմ։ Պոեզիան միայն տեքստը չի պոեզիա։ Հա, էդ էի ասում, ես լրիվ համաձայն եմ քո հետ։ Ես լրիվ համաձայն եմ քո հետ, որ այս փայտը ինքը իրանով պոեզիա է, ճիշտ է, ինքը բիտա է, բռնության գործիք է, բայց ինքը կարա դառնա օրինակ գիտես ինչ, այն հավանգները հիշում ես սխտորցեցին, մի հատ մեծ հավանգ սարքվի, ինքը սխտոր լցվի ու ասեք բան անենք, տենց մի հատ մեծ ախպերական խաշ ու տոքսիկ կազմակերպել, ինքը դառնա սխտորցեցին բան։ Հաստատ, արտադիր չի ասի։ Ես կբերեմ էսի այդ կազմակերպել։ Շատ սիրուն միտք է այդ վկայի միտքը, որտեվ բան է, էլի, մի քիչ ինքը ստեղ գտնվելու մասին է։ Որ երբ ես կներես սրանով կարելի է բանը փորագրությունը լանել, ստես։ Դրան տատու կլի խփել։ Այն հին ձևերը։ Okay, ես հետ համոզվեցի, կներես ավետ ջան։ Ապեր բանը խոսա, որովհետև կյանքի կարուսելը պետքա գցել այդ թեման մի հատ։ Ինքը ով է հիշում։ Դե լավ, եթե այդքան ուզում ես գցիր։ Պետքա սպանիր, դավայ, հա։ Ինչ ունես հարցնելու կյանքի կարուսելից։ Ո՞ց ոչ բան մի ասա տենց։ Ինչ ասում։ Մի ասա տենց։ Կյանքի կարուսելը հանդը։ Ես դու գիտես, չգիտես, չէ կյանքի կարուսելը ինչա։ Չէ։ Ինչ ես դու կորցրել։ Շատ մոտավորապես ինձ Հակոբը պատմել է։ Հա, դու դա վсё գիտես։ Հա, նկարվել եմ։ Երևի չէ, իմ ամենա երկարատև զբաղվածությունը հեռուստատեսային։ Եղել է կյանքի կարուսելը, որտեղ ընդհանուր առմամբ կարծեմ, իբրե ասեմ, մոտ ինչքան էր արա 3-8 տարի։ Չէ, բրատ։ Ինքը գնաց այդքան, չէ։ Այդ կրկնություններով լուրջ ես ասում։ Ես եղածում քիա մեռնում այդ տղեն անընդհատ ախպեր։ Չէ, դա իրանք առանձին սյուժեներ են։ Կարծեմ 2 տարի գնաց, քանի որ ամեն օր էր, այդ հետեւաբար նշանակում մի 600-700 ֆիլմ է եղել։ Շատ էր, հա։ Որից երևի մի 200 կամ 300 նկարվել է։ Բանը, ուշի ես էդի խնդալու համար չեմ նայել բոլոր երբեք։ Որտեւ մաման էր նայում տունը, էլի, բայց հետո դնել նայել եմ։ Խնդալու է դա շատ։ Կյանքի կարուսելի միտքը։ Չէ, բանը, հա ուրախ անցնում էլի, որ սկսում ես հենց սև էկրանա դառնում արտակ 57 տարեկան։ Ամուսնացած չէ։ Ու դա սյուժենա պատմում իր մասին, սա ասում է։ Ну, բանը, չես ուզում խոսես այդ թեմայով ոնց որ, հա։ Բայց ինչ խոսամ, բրատ։ Ինձ այդ թեմայով խոսալուն է, ես ասում։ Այդ թեմայի հետ կապված sense ասեմ։ Ամենակարևոր բանը, որ ես այդ պրոյեկտի ժամանակ ունեցել եմ, մարդիկ են եղել։ Լուրջ, Միջև հիմա կա շփում իրանց հետ։ Ոչ տենց հաճախակի, բայց կա, բնականաբար կա։ Մարդիկ են եղել, հարաբերություններ են եղել։ Ես որպես դերասան
անդադ բան է, այսպես ասած, ֆորմայի մեջ է։ Պրակտիկա է։ Իհարկե դա այն ժամանակվա հեռուստատեսային մշակույթը աշխատանք։ Դա սիթքոմ չէր ախպեր։ Դա լուրջ սիթքոմ։ Լուրջ։ Տիպը խնդալու չէր։ Սիթքոմի լուրջ։ Սիթքոմը Եգոր Տմասը գտես իջա։ Կոմեդի։ Լուրջ կոմեդիա։ Լավ, բանը, չէ, այդ եմ ասում։ Այն ժամանակ, ինձ պետք է կտրել ես ոդկասթի։ Իսկ այս բան քեզ դու ջուր լսում են կոմենտատորների կոմենտերի այդ ջրաղացների, որոնք դեպի բաներ անում, քեզ կպտում են։ Իսկ օրինակ կաց ապեր, միջև վերջ գնում ենք։ Ես չեմ կոտրվում, իմ կերպարն է էսի։ Նեղությունը գիտես ինչի համար։ Գիտես ինչ խորը Կյանքի կարուսելից դիալոգ եմ ասում։ Նեղությունը գիտես ինչի համար է։ Սպասի։ Կարող ենք ռեկա։ Նեղությունը գիտես ինչի համար է նվեր։ Գարսո Հովանեսյան, ամուսնացած է, ունի 2 երեխա։ Նվերը Բեգլարյան, ամուսնացած չէ, չունի 2 երեխա, ուզում է դառնալ պահանջված դերասան։ Նեղությունը գիտես ինչի համար է։ Կներես, չէ լսում։ Աշոտ, Անուշ ախպեր։ Նեղությունը նրա համար է, որ դու ուժեղան ես։ Ներողություն։ Ներողությունը չէ, նեղություն։ Որ ուժեղան ես։ Տեսանը պրծավ։ Իմ սցենարը տես չէ։ Ես պետք է լարցնեի երբ հապետ մերնեի։ Այսինքն շատ լավ բան էր։ Առիթ էր դու միած ցույցեր քո դերասանական տաղանդը ու դու իրան տապալեցի։ Տապալեցի ապես։ Քեզ նոր կյանքի կարուսել չնվերսներ։ Կակրած լրիվ հակառակ արեց։ Ինքը ցույց տվեց իր դերասանական բանը։ Նենց կմցնեն ինձ կյանքի կարուսելի մեջ խաղամ։ Հա, եթե նորը լինի։ Չէ, դա դե բան է, ինքը մասնավորապես շոու է, որտեղ ինչ-որ պատմություններ, ոնց որ դու գրվագներով խաղում եք, չէ։ Այնտեղ շատ շոուներ կան, ինչ-որ դատական կար, բան, ես շփում ենք, որ սովորում ենք Մոսկվայում, բան, այնտեղ տելևիզորներ դրած ու վախտորս ցաղոր նայում էր դատական շոուները, որ տիպը մտածում էր իսկական է, չէ։ Չէ, գիտեիր որ դերասաններ են, դա պրամ ակնհայտ էր ու մի հատ ինչ-որ պայտակ նայում ենք ու մի հատ դերասան կա Որ դու ջոգում ես իքը слишком վիզա դնում շատ տարբերվում մնացածին բայց շատ արհեստական է թվում չես իքը լավ է խո բայց իքը շատ է Я протестую դու ջոգում ես որ սպարտի երևի շատ է ուզում որ ստեյ ստանեն էլի իջրան նկատեն ցեջուրուշ պրոյեկտ անեն հիմա լավ մի հատ հարց ես տամ դու ուզում ես ասենք տենց դառնաս պահանջված դերասան չէ արդեն հա ես իրա փոխարեն ասեմ էլի շատ է ուզում ախպերս բանը գիտես ոնց հա իմ մոտ ես իմ մոտ լիքը բան է փոխվել չէ վերջին ժամանակահատվածում իմ մոտ լիքը բան է փոխվել այդ առումով ինձ արդեն պոֆիգ է դարել բանը կդառնամ թե չէ որտեվ ես իմ ներսից կամ ջոգում ես դա զգում եմ իմ ներսից հարցը երկրորդ բան ունի էլի երկրորդ հարց կա այդտեղ երբ կկանչեն ու երբ ճիշտ դերի վրա կկանչեն ուրեմն ես քեզ առաջարկում եմ իմ սխալը չկրկնել հա ես համաձայն եմ քո հետ խաչքարագործա չէ պետք դառնալի դու մի սպասի որ քեզ կանչեն չեմ սպասում հենց այդ ասում եմ պոֆիգ է դարել արդեն չէ պոֆիգն էլ պետք գրում եմ ռեժիսորների ինձ անտեսում են բանը գրում եմ օքեյ անտեսի մասն է խոսքը ես կարամ զանգեմ իմ ընկեր ռեժիսորին ասեմ կանչի նկատի ասի հա իմ վարպետին եմ ասում Գուգոյն Սարգսյան ասում եմ քիչ է կանչում ասեմ քիչ են կանչում ասա Ուրեմն մարդը ինքը որ աչքերը բացում զարթնում է, ինքը որոշակի էներգիայի պաշարով է զարթում։ Իհարկե։ Հիմա այդ իր ունեցած էներգետիկ սիստեմը մի քիչ ավելի բարդացնեմ, էլի ճիշտ դարձնեմ, տվյալ պահին համապատասխանում է ինչ որ մի բանի։ Հա։ Հիմա ինչքան էլ ես ունենամ օրինակ փառահեղ կամ համեստագույն անցյալ, դա ոչ մի բան է ինչ որ բայի։ Շատ կարևոր է թե տվյալ պահին իմ ներսի ինֆորմացիան ինչպիսին է շատ կարևոր է իմ ներսի հավատը ինչպիսին է ցանկությունը ինչպիսին է ու այս ամեն ինչը ինչքանով են համապատասխանում իրար այս իրականությանը այս ժամանակի մեջ այս հիմա լրիվ լուրջ եմ ասում կարա մեզ ախպերը լինի այդ ռեժիսորը բայց պրոստը չկանչի հա ես ասեմ գիտես ինչի որովհետեւ մանան թինքը ռեժիսորա լուրջ իր գործի վարպետն է էլի ինքը քեզ կարա շատ սիրի, դաժե չգիտեմ, փողից նեղվես, ասի, էսի ախպերական վեկալ չգիտեմ, հարցերը դլուծի, բայց ինքը ասենք այդ տիրա տված ֆինանսական օգնության կես գնով քեզ չկանչի նկարի, որովհետև քո էներգիան, լավ իմ էներգիան, քո վրա չասեմ, իմ էներգիան չի համապատասխանում իր տեսիլքին, իր աշխարհին։ Դրա համար կա մի հատ ճանապարհ։ Էսի հիմա ես համել ինձ եմ ասում, էլի։
Կա մի հատ ճանապարհ, մենք նախ հստակեցնենք ինչ ենք ուզում, ու մեր էներգիան համապատասխանացնենք դրան։ Որովհետև այդ պարագայում արդեն սկսում է ինքնուրույն տեղի ունենալ։ Դու ջանք չես թափում, ջոկում ես։ Դու ես քո ներքին խաղաղության, ներդաշնակության, բայց չէ, դու որ ասում ես, мне ինչա պոֆիկ։ Չէ, այդ վատ իմաստով չասեցի պոֆիկ։ Դրա լավ իմաստը ո՞րն է։ Հենց այդ է։ Երբ որ պոֆիկ է դառնում, այդ միտքը, որ դու եկել ես դրան։ Ինձ թվում է քեզ ինձ լավ գիտեմ արդեն։ Դա արդեն նեղացվածությունն է, էլի։ Չէ, вообще։ Այսինքն արդեն ինքս ասում դաժե այդ պոֆիգը, որ ես ջոգով դու ահավոր ջանք ես թափում այդ պոֆիգը ասելով։ Ես տենում եմ որ քեզ պոֆիկ չի, նո։ Հեսա մենք 5 րոպեից մենք հելելու ենք խոսանք, դու ինձ էլի ասելու ես ախպեր էլի չկանչին, ես իմիջ։ Դու անընդհատ դրա մասին խոսում ես։ Մի քիչ բան արա, էլի, ոչ թե Ապա ոչ վատ իմաստով եմ ասում, վատ իմաստով չեմ ասում։ Իմաստն է, որ դու փորձում ես, նայ, շատ խելացի բան ասում է, ախր։ Դու որ լսես մի քիչ բանա, որ լսես հասկանաս ինչ է ասում, լուրջ եմ ասում քեզ նենց օգուտ կբերի, չնայած ես թերմինների հետ կարող չհամաձայնվեմ, բայց միտքը ահավոր ճիշտ է։ Երբ որ դու փորձում ես ձև թափես, որ դու ինչ վիճակում դու պետք է ալնես, որ քեզ կանչեն, այ եթե ես մի քիչ cool լինեմ, ասեմ ինձ պոֆիգա կարող է իրան։ Չէ, բրատ, ես դրա համար չեմ ասում։ Ամեն դեպքում, 3 տարի է վարում ենք այս podcast, 2 տարուց ավել։ Ես միշտ նենց եմ ոնց կամ ջոգում ես։ Նայ մի հատ թող վերջացնեմ, էլի, այդ էլ ճիշտ չի։ Ոչ ես եմ, ոչ դու ես միշտ ոնց որ կանք։ Չէ, ախպեր։ Իմ ասածը այն է, որ հենց դու հասկանաս կականից քեզ ինչ է պետք, քո համար ինչն է ամենակայֆը։ Դու համ կսկսես ճիշտ մարդկանց դիմել։ Իսկ իմ ասածը ինչ էր։ Ինչը վերջ թող ասեմ։ Դու համ կսկսես ճիշտ մարդկանց դիմել քո ոնց որ խնդրեց, ու իրանք միանգամից այդ իր ասած ջոգեն որ հա, այս իդեալական է։ Համ այդ մարդիկ էլ կողքից միանգամից ջոգեն, բայց դու խառնված ես, դու մի անգամ մի բան ես ասում, ուրիշ անգամ ուրիշ բան ասում։ 10 օր առաջ դու ասում ես սենց, հիմա դու ասում ես սենց, ջոգում ես, դու փորձում ես։ Ես գիտես, չէ, իմ ասածը հենց այդ է, որ ես հիմա այն վիճակում եմ, որ սենց ինձ կոմֆորտ է։ Ջոգում ես, ես վատ մտքով չասեցի պոֆիկ։ Կարող է տենց մի կանչեք նվերին, իրան կոմֆորտ է։ Ապա նայ, հենց կանչեն, ես կհասկանամ, որ կանչեցին, ուրեմն օքեյ, ժամանակը եկել է, որ կանչել են։ Ջոգում ես։ Նո ես հիմա չեմ ուզում ինչ որ ուրիշ քայլեր անել։ Քո վրա կենտրոնացի։ Նայ, ես այնքան եմ իմ վրա կենտրոնացել, որ բանը մարդկանց եմ թե խնդրել բան, որ ինստիտուտ գնամ, պրոստը նստեմ դասերին ինչ որ։ Բայց ես դրա համար ինչ որ ջանք եմ, չէ՞, թափում, այսինքն։ Ապա ինստիտուտը вообще, էսա մարդը չի սովորել նորմալ։ Մի ամիս սովորելա կարողացել է ինչ-որ։ Ինձ դիպլոմը չի պետք, ջոգում ես, գիտելիքն է։ Լիքը լավագույն դերասաններ կան աշխարհում, որոնք առանց սովորելու են դառել դերասան։ Այդ չի մենակ, էլի։ Դե չեն դառել, ուրեմն ծնվել են։ Ուրեմն մի հատ պատմություն կարամ պատմեմ։ Իհարկե։ Մի օր մենք գեժամել վիճակ։ Ակնկալիքի մասին է խոսքը, էլի, առհասարակ։ Մարդը ունենում է ակնկալիք կամ չի ունենում ակնկալիք։ Կներես, էլի, բանի, կյանքի կարուսելի էպիզոդ է։ Ակնկալիք։ Ուրեմն մեր գյուղի շատ սիրուն պուպուշ երեխեքը, երիտասարդները, ասին կլինի գանք բան արվեստանոց մի հատ տենց փոքր ֆիլմ ենք ուզում նկարենք ինչ որ ծրագրի շրջանակներում, ասի հա իհարկե կլինի երեխեք ջան, բա այն որ սենց բան են էլի յանի ուզում իրանց մոմենտով անեն, բա ինչ է պետք դրա համար, բա տենց չեն ուզում ասեն փող պետք է թե չէ, բայց ես եմ որ հա իրանց պահվածքից է այն որ շատ արագ ծրեցինք էլի այդ թեման եկան այս երեխեքը երկար sense խոսացին բան իրանց ֆիլմը ստացվեց ուղարկեցին շատ լավ էր բան ես մոռացա այդ պատմության մասին անցնում է մի որոշ ժամանակ մեկ էլ ինձ որոշ մի 6 ամիս երևի մեկ էլ բանա տենց մեսեջ է գալիս որ Գարիկ ջան բարև ձեզ ես ինչ մարդն եմ ուրցածորում եմ ծնվել մեր գյուղի անուն ուրցածորա եւ տեսա երեխեքը որ ֆիլմ են նկարել շատ ուրախացա որ իմ հայրական գյուղում տենց մարդ կա խաչքարագործ կա եւ ես մոտ 20 տարվա ուխտ ունեմ ուզում եմ խաչքար մի հատ բան անեմ ու հետո պարզվեց մենք նաեւ հերավոր իրենց ընտանիքով անուշոր քուրը ապրում են բանում Շվեդիայում են ապրում տենց գալիս գնում են ու որ իմացա ինչ ուխտի մասին է, իմ մեջ sense մեծ բան տեղի ունեցա, որովհետև այն տեղը, որտեղ որ ինքը ուզում էր դնել այդ խաչքարը, ու այդ թեման, որին որ անդրադարձ պետք արվեր, դա երևի մոտ 10 տարի է, ես դրա մասին մտածել եմ։ Ու այս աշխատանքը ծնվեց արդյունքում, սա կոչվում է զորավար խաչքար։ Նվիրված է Գևորգ Մարզպետունուն եւ իր 19, այսպես ասած, կամավոր մահապարտներին հայտնի են կոչը
հիշում եք որ բան ա եղել եւ ոնց է ծնվել այս աշխատանքը ծնվել է առավելագույն փոխվստահության արդյունքում այսինքն դե բնական է ինքը մեծ ծավալի աշխատանք է ռեսուրսներ են պետք միջոցներ են պետք եւ այլն բայց այդ ամեն ինչը այնքան արագ դարձավ երկրորդային ես ուղղակի խնդրեցի ասցի քո ուխտը եւ իմ ստեղծագործական ուխտը ոնց որ համընկնում են իրար հետ բեր ես այն ինչը որ ուզում եմ իմ մաքսիմալը դնեմ ու փորձեմ անել եւ փառք Աստծո ստացվեց աշխատանքը եւ այս աշխատանքը աշխատանքի հնարավորությունը այսինքն գաղափարի իրականացման հնարավորությունը իմ կյանք եկավ այն բան երբ որ ես ամենակիչն էի սպասում դրան կարելի ասել չէի սպասում հասկացա ինչ ես ասում հա այ հիմա հասկացա ինչ ես ասում ֆանտաստիկ բայց բանը ես մի հատ հարց ունեի հենց կոնկրետ այս նկարների հետ այս խաչքարերի հետ կապված ինչի է բաները ցուցանակները առանձին էլի իրանցից ապեր ցուցանակները գիտես ինչի է առանձին որովհետև օրինակ նայ այս պարագայում եթե օրինակ այս տեքստը քարին փորագրեինք ավելի այստեղ արդեն տեխնիկական խնդիրներ կար օրինակ այս աշխատանքը նենց հարված որ ինքը ձեռքով հնարավոր լինի տեղադրել չէ ձեռքով տեղադրել այսինքն որ մանիպուլյատոր չտանեինք հասցնեինք բան եւ քանի որ տեքստը շատ է իսկ քարի վրա սենց մանր մի քիչ պրոբլեմա գրելը բացի այդ չէ կարայինք նես չի որ չէին կարա բացի այդ այս բանը ցուցանակը ինքը ինչ որ հետաքրքիր բան է տալիս ոնց որ թանգարանային իրան բան է տալիս այս մյուս դեպքում օրինակ նայ այստեղ ցուցանակը Զորավար Խաչքարի բանի վրա է տրավերտինի վրա է տրավերտինի վրա տարփորագրելը այդ էլի անհնար չի բայց ինքը հստակության խնդիր ունի մյուս նույնն էլ էս քարը էս էլա տրավերտին տենց բանն էի մտածում պրոստը ինքը տենց ժամանակի ընթացքում չի կառոզիա բան ինչ որ տենց չի փչանում լատունա լսի փորձած բան է էլի ոնց որ վապետի մենք արդեն մանից չասնում ենք բայց մի քանի տենց հարցել տամ քանի հասնում եմ բա դեր երբ են առաջարկելու ինձ պետք է չսպասես դրան ապեր լավ դե կատակ է մենք պատկաստ կանենք բանը ժարի էլի կլինի ես ու դու վարենք հրավիրենք լսի բանը ոնց չէ իսկ դու ընդհանրապես ոնց այդ կոչվում որ մարդու կերպարով քանդակներ արել ես թե մենակ խաչքարներ հիմա քանդակներ նկատի ունես կա չէ հենց մարմնի մարդու մարմնի քանդակներ արձան այսինքն հա արձան նույն բանը դու մասնակցել եմ ուղղակի որ հակված չեմ եղել ճիշտն ասած տենց որ ասեմ սենց մի հատ 2 մետրանոց արձան ունեմ քանդակած չէ դիմա քանդակներ ունեմ տենց կավից դες ինչ հետաքրքրեց որ այս իր ձեռի մասը որը սենց ոնց որ 5 անկյունի կտորը լինի ու при этом ինքը ինձ թվում է բանա էլի սենց անատոմիչսկի է հետաքրքիր երևում էլի որ ինքը իր պրոպորցիաները պահած է այսինքն այդ քո ասած արձանի պրոպորցիաները որոնք որ լինում են գլխի չափը ձեռքի ափի մյուսը պահած է ուղղակի ինքը պահած է խաչքարի տրամաբանության մեջ հա ընդհանրապես կոմոդ երկրաչափության օգտագործում ինձ շատ է հետաքրքիր ես sense բան չեմ տեսել ընդհանրապես էլի շատ յուրօրինակ գործեր են գիտես ոնց է անպայման համեցեք ես մի հատ ուրիշ բան էլ ասեմ ոնց որ եզրափակում ենք նայ այստեղ մի հատ լուրջ գայթակղություն կա այն որ երկրային парքի գայթակղությունն է ուրեմն ցանկացած բան որ մարդը ստեղծում է այս աշխարհում ինքը կա արդեն ինքը ինչ որ տեղ է ինչ որ այլ ձևի մեջ է էներգետիկ այդ որ ասում ենք չգիտեմ ստեղծագործական աշխատանք բան ներշնչում ոգեշնչում մյուս դա ընդամենը այդ այլ էներգետիկ ոլորտի հետ կապվելն է ուտեղից ոնց որ ինֆորմացիան փոխանցելն է այստեղ ու դրա համար շատ կարևոր է որ մարդը երբ որ ինչ որ բան է անում դա շատ չվեկալի իր վրա էլի ասի ես ստեղծեցի այդ ես մասնակցեցի դրա ստեղծմանը բայց դե ես էներգիայի հետ խոսալու հնարավորություն չունեմ դրա համար քո հետ քեզ հարցեր տալի այդ առումով ես քո լրիվ համաձայն եմ այդ հարցում մենք ակրաս բան մենք թողարկում ունեինք Արամ Ավետիսի հետ գիտես յան հա ու մենք շատ ենք հենց այդ թեմայով խոսում էլի բան Ռոլան Բարտի հետ հեղինակը մեռած գաղափարի մասին ես շատ մեծ կողմնակից եմ որ հեղինակները մի քիչ թուլանան այդ առումով որ դուք այդքան բան մի բարձրացեք ձեզ էլի տիպ որտեվ այդ
հեղինակի համար է պրոբլեմ դառնում էլի, երբ որ շատ այնքան մենք խոսում ենք դուրսը շատ քաշ իրա վրա վերցնում, բայց մեկը այլ այտենց ավելի པարզ ձևով ես կարամ քեզ հարցնեմ ինչու ես դու այս ընտրությունն արել ու դու կարող ես քո բացատրությունն ես, որը նույնիսկ կարող է ճշմարտությունը չի, կստացի, բայց հետաքրքիր խոսակցության թեմա է, էլի։ Հա, միանշանակ։ Այդ առումով հա համաձայն եմ իհարկե, որովհետև նաև շատ կարևոր է այդ փորձի փոխանակումը։ Օրինակ ես սենց ասեմ, Աստծու կամոք ստացվել է, որ ես այս աշխատանքը անեմ, ես սրտանց այս փորձառությամբ կիսվում եմ ծանոթ ու անծանոթ բոլոր այն տղերքի հետ, ովքեր որ զբաղվում են խաչքարագործությամբ, որ նայեք տղերք, ես օրինակ այս փորձառությունը ունեմ։ Գուցե դուք էլ մի հատ ուրիշ հետաքրքիր փորձառություն ունեք։ Հա, կարող է ծնվի իրանց մոտ։ Հա, ու մեկ էլ ասենք օրինակ այս աշխատանքին, ասենց խաչքար չենք ասում, խաչքանդակ ենք ասում, որտեղ ինքը քանդակի ավելի։ Հա, ինքը քանդակին ավելի նման է, ճիշտ։ Նու էլի ձևակերպան, ասես մի քիչ կարող է թիթիզ բան կա դրա մեջ, բայց ավելի բնութագրիչ է, էլի, դառնում էլի։ Վերջացնում ենք։ Մեկ հատ վերջին հարց եւ վերջացնենք։ Վերջին անգամ խունկ երբ ես վառել։ Ծխել, մեկ էլ բանը դեր երբ են տալու ինձ։ Ստոպ։